Ողջույն բարեկամներ, շնորհակալություն հետևելու համար, կրկին խոստացեք, որ պետք է դիտեք մինչև վերջ, որովհետև ինչպես գիտեք, ամենալավ բաները պահում եմ վերջում, չեք մոռանում սեղմել այդ լայքի կոճակը, եթե հավանում եք հաղորդումը, եւ անպայման բաժանորդագրվել։ Դե տարածելը կարծում եմ արդեն չենք քննարկում։ Ես լսել եմ այսօր համեկով գնացած եթերը եւ մի տեսակ տարօրինակ բան կա մոտս, տպավորություն կա, ես անպայման ձեզ հետ կիսվելու եմ այդ տպավորություններով, որովհետև կարծում եմ շատ ինչ-որ հետաքրքիր տեղաշարժեր կա հանրային մտածելակերպի մեջ։ Բայց մինչև այդ եթերին հասնել ես ուզում եմ սկսեմ շատ կարևոր ինֆորմացիայի քննարկումով, որը վերաբերվում է ադրբեջանական նավթի ներմուծմանը եւ վաճառքը Հայաստանում։ Դեռ երկար տարիներ առաջ, 10 տարի առնվազն դա եւ Նիկոլ Փաշինյանի գոյությունից առաջ էր նույնիսկ քաղաքական դաշտում, էլի, որպես վարչապետ նկատում եմ, դեռ այն ժամանակ էր բոյկոտվում բոլոր տեսակի թուրքական ապրանքները, որովհետեւ պարզ ասում էին թուրքական եւ ադրբեջանական։ Այն ժամանակ նույնիսկ կար զգալափառը, որ ցանկացած թուրքական եւ ադրբեջանական ապրանքի գնում Հայաստանում, երբ որ դու վճարում ես, դա դառնում է փամփուշտ եւ այդ փամփուշտը գալիս է սպանում է հայ զինվորին։ Ստեղ ոչ մի նոր բան չկա։ Ոչ մի նոր բան չկա։ Հա, եւ նես չի որ սա Նիկոլ Փաշինյանի դեմ է։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է բանը գաղափարը արտնացավ։ Ոչ, եթե դուք նայում եք նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմին, առաջի բանը, որ Ռուսաստանի պարտության մատնելու համար արեցին, դա սանկցիաներն էր, մասնավորապես նավթի արտահանման, որովհետև շատ լավ հասկանում են բոլորը, նավթի առևտուրը վերածվում է զենքի, որը կրակում է զոհի վրա։ Հիմա փաստորեն մենք ոչ միայն չենք նպաստում, որ Բաքվի նավթը ենթարկվի սանկցիաների եւ դա չվաճառվի, այլ ինքներս ենք դա գնում, հասկանում եք, սա նման է նրան, որ մեկը վերցնի իր թշնամու սուրը սեփական ձեռքով սկսի սրել։ Կասեմ Ռաֆին էր ասել, չէ, ոչ իման չի կարող փրկել մի ժողովրդի, որի ձեռքով սրում է թշնամու սուրը։ Կարծեմ սա Ռաֆին էր ասել, բայց եթե սխալվում եմ, խնդրում եմ գրեք։ Ամեն դեպքում սա կա, որ դժվար է փրկել մի ժողովրդի, որը իր սեփական նախաձեռնությամբ եւ պարտադրանքով իր ժողովրդին ստիպում է սրել թշնամու սուրը։ Հա, եւ այս գործողությունը դավաճանություն չասել այլ բառով կոչել, սա պարզապես հնարավոր չի, որովհետև այս նույն փողերով կաշառվել են բոլոր եվրոպական գործիչները։ Այսինքն բոլոր եվրոպական գործիչները, ովքեր կաշառվել են Ադրբեջանի կողմից, կաշառվել են հենց այս նավթի փողերով։ Մենք սա կոչում էինք մեր կողմից խավիարի դիվանագիտություն, չէ՞։ Հիմա ինչ է ստացվում։ Մենք ենք դա անում։ Այսինքն մենք ոչ միայն դա չենք դատապարտում դա, նույնիսկ մենք ենք դա անում։ Մենք ենք դրանից վերցնում, ես ասում մենք նկատում եմ Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար ես չեմ, դուք չեք, հա, բայց արդեն Հայաստանի Հանրապետությունն է ինքը վերցնում այդ խավիարի դիվանագիտությունը եւ նավթի դիմաց ժողովրդին ծախում է իր մահը։ Ես հիմա ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն անկեղծությամբ հայտարարում եմ, ցանկացած մեկը, ով ադրբեջանական նավթ կամ բենզին գնի, նա փաստորեն հանդիսանում է իր հայրենակիցների սպանդի մասնակից, արդեն եղած եւ դեռ սպասվող սպանդի մասնակից։ Սա չափազանցություն չի, սա սպառնալիք չի, սա կապրիզ չի, ցանկացած մեկը, դե արդեն հասկացանք, որ Փաշինյան Նիկոլի հա խունտայով եւ գրզոն մեծ հայակերը, հա, որի հիմնական կյանքի նպատակը տենց էր մնաց ամեն գնով, իմջելուց ամեն գնով փող աշխատելը, որովհետև փող աշխատելը ինքնին վատ բան չի եւ հայերը շատ լավ են գործում, բայց ամեն գնով փող աշխատելը, ընդ որում փող, որը վերջում հետո վերածվում է փամփուշտի եւ կրակում է քո վրա, սա արդեն ինչ-որ բացատրություն չունեցող երևույթ է։ Ես հիմա մի քանի բան եմ ուզում ձեզ ներկայացնեմ, մոտավորապես ասենք 7-8 տարի, 9 տարի առաջ մարդիկ սրան ոնց էին վերաբերվում։ Նախ ուզում եմ լսեք թուրքի, հա։ Թուրքերը հենց դրա մասին ինչ են ասում։
Բարև, ես Ահմեդ Բախթարին եմ Թուրքիայից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի հարևան հայ ժողովրդին իր մեծահոգության համար։ Գնելով իմ երկրի արտադրանքը ճգնաժամի այս բարդ օրերին, դուք օգնում եք լցնել մեր պետբյուջեն։ Ձեր շնորհիվ մենք շենացնում ենք մեր քաղաքները, կրթում մեր երեխաներին եւ հզորացնում մեր բանակը։ Շնորհակալություն։ Գնենք հայկականը, նպաստենք Հայաստանի տնտեսությանը։ Այո, մարդ իրանք շնորհակալություն են ասում, օգնում եք իրենց տնտեսությունը զարգացնել եւ ամենակարևորը բանակին։ Ինքը կարող էր, չէ, դա չասել։ Կարող էր, չէ, բանակի անունը չտալ, բայց անկեղծորեն ասես դու 10 տարի առաջ ես արդեն բոյկոտում էի տղայիս հետ միասին, որ նրանք սպառազինվում են մեր գնումներով, մեր գումարով։ Բացարձակապես պետք է արգելել։ Ուղղակի արգելել, ցավում եմ բոլոր վաճառողների համար, որ կտուժեն, բայց թող ելք գտնեն, թող ուղարկեն ճակատ, թող Սա 5 տարվա առաջնայնագությունը։ Հա, 5 տարվա առաջ։ Սա հարցել եմ բոյկոտին կողմ եք թուրքական ապրանքների։ Սմայո իհարկե կողմ եմ բոյկոտին։ Որտեղ դա վերածում է զենքի ողջունման վրա։ եղած ապրանքը, բայց վերացնի։ Իվան կանենք, ոչինչ։ Մի ձևով կապանք։ Իվան չենք հագնի։ Ավելի Սա հայ մարդն ասում է մի բան պակաս կհագնենք, մի բան պակաս կուտենք, բայց մեր թշնամու սուրը չենք սրի, սա հասարակ հայ մարդն է։ Ոչ թե գրզոն, հասկանում եք, ես ինչ անուն է, ինչ արդեն ասոցիացիա է, սա ինչի հոմանիշ է։ Գրզո կամ Նիկոլ, սա ինչի հոմանիշ է, սա Հայաստանի հոմանիշ է։ Եվ պոտենցիալ նրանք, ովքեր կգնեն այս ապրանքը, իրանք նարդում են այս հոմանիշի հետևորդներ, Հայաստաններ։ Ասում եք, սա բան չի է, որ դու ուրիշ ճաշ չունես, հեսա, էստանի կոտաժնա ով էր, դու նույնիսկ չգիտես դա որտեղ է արտադրվել։ Սա մասին չի խոսքը։ Ադրբեջանական նավթ, այսինքն այն նավթը, որը վաճառելով մեզ սպանել է, ու շարունակում են սպանել, երբ որ մենք պետք է հակառակն անեինք, ամեն ինչ անեինք, որ նավթը ոչ միտեղ չվաճառվեր, որովհետև եթե չվաճառվի ադրբեջանական նավթը, Ադրբեջանի 90%-ը կախված է նավթի գումարներից։ Ադրբեջանը վերանում է փաստացի որպես պետություն։ Հա, դա բյուջեի 90%-ն է նավթը։ Մենք փաստորեն օգնում ենք նրա բյուջեի կայացման, գտնվելով շրջապատման մեջ, ընդ որում, նայեք ասա։ լավ է մեր տեղականը հագնենք, մեր բյուջեն լցնենք, սա ինչ մոտեցում էր, 10 տարի շարունակ տղաս աղմկում էր, շպրտում էր իրերը, չտեսնեմ մեր տունը մտնեն։ Վաղուց չեմ օգտագործում։ Այո, միանշանակ։ Ու կոչ եմ անում, որ ավելի լավ է մենք տեղական արտադրության բոլոր ապրանքները օգտագործենք, մեր բարի կամեցող երկրների արտադրանք օգտագործենք, քան թե թուրքականը։ Լսեք, սա 5 տարի առաջվա էր։ Սա նայեք, սա հիմա նայում ենք 9 տարի առաջվա է, երկիր մեծանա։ 9 տարի առաջվա տեսանյութը։ Հավաքված մի խումբ քաղաքացիներ հրապարակային բոյկոտ են հայտարարել, պահանջելով բոլորին հրաժարվել թուրքական ապրանքներ գնելուց։ Նրանք դիմումնամակով դիմել են նաև կառավարությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետական մակարդակով մեր երկրում արգելվի թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրումը։ Նրանք կոչ են արել պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երկրում տեղական արտադրանքն ավելի շատ սպառվի։ Գնելով հակառակորդ երկրում արտադրված հագուստ, սնունդ, տնտեսական տարբեր միջոցներ, մենք հարստացնում ենք մի երկրի բյուջեն, որը նույն այդ գումարով զենք է գնում եւ օգտագործում սահմանին կանգնած հայ զինվորների դեմ, նշել են ակցիայի մասնակիցները։ Այսօր մենք գնացել ենք եւ գնել ենք թուրքական ապրանք խանութներից եւ այս թուրքական ապրանքը գնելուց մենք նաեւ նկատել ենք, որ լիքը նմանատիպ կա հայկական արտադրության ապրանքներ, հայկական անձեռոցիկներ, հայկական, չգիտեմ, տուալետի թուղթ, ռուսական անձեռոցիկներ, այլ երկրի Խոսքով, այն ինչ որ կար 10 տարի առաջ, առավել եւս հիմա ակտուալ է, որովհետեւ եթե 10 տարի առաջ սա բոյկոտվում էր զուտ չզինելու համար այդ բանակները,
Այսօր մենք արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք։ Այդ բանակը արդեն զինվել է եւ կրակել է մեր վրա եւ ասում է շարունակելու եմ կրակել։ Պարզ հայտարարում է կրակելու եմ այնքան ժամանակ, քանի գետ 1 հայկա է տարածներում ապրում, որովհետեւ դա մեր տարածքներն է։ Իրանց բարերը եմ ասում էլի։ Ու հիմա այս մանր առևտուրից անցնել արդեն նավթի ներկրում, սա ցուցադրական դավաճանական քայլ է։ Ցուցադրական դավաճանական քայլ է։ Այն հիմարները, որ կպնդեն առևտուրն ավելի լավ է, քան պատերազմ, ձեզ ուղղակի այդ հիմար բարակապակցություններով փորձում են ապուշացնել, որովհետև դա առևտուր չի, դա զինում ես դու այդ բանակը։ Պատերազմը դրանով չի վերջանում, հակառակ դու այդ առևտուրով զինում ես այդ բանակը, որ ավելի զինված, ավելի հարուստ կրակի քո վրա։ Որովհետև ինքը խոստացել է, ինքը դրա մասին ասում է, քո այդ խաղաղության պայմանագիրը չունի նույնիսկ։ Ինքը պարզ ասում է, Երևանն է իմը, դու ունդեղ պատահական երևույթ ես, քեզ առնետի նման հանելու ենք այդ հորից շպրտեն, դուս ինչպես Արցախում արեցին։ Ու այս պարագայում դա է, սա ցուցաբական դավաճանություն է։ Բողոքի ակցիան դեմ թուրքական ապրանքի նախաձեռնության Այլ է, անդամները 9 տարվա։ կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները։ Դրան գնելով ըստ նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանի, մենք աջակցում ենք ցեղասպանությունից։ Մի խոսքով։ Ուզում ասեմ են ինչ որ հիմա կա, մենք խոսում ենք ինչի մասին, սա ակտուալ է նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ Դեռ մենք ոչ մի պատերազմի վտանգ չունենք։ Իսկ հիմա լրիվ ուրիշ պատկեր է։ Ավելի վտանգավոր։ Երևի դուք հիշում եք, երեք մենք խոսացինք, որ այդ բախումների ժամանակ հոգևորականը վրթանեցնա վատացել, որ միանգամից սրտի կատված է ստացել եւ հասցրել են փրկեն վիրահատական միջամտությունով, ինչա պատմում ինքը, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայոյում եւ քացիներով խփում մայր տաճարի դռներին։ Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ թաթարական արշավանք։ Այս մարդիկ ինչպես հիմա ընդունված է ասել տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով եւ ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից, չեն հսկվում, ուղղորդվում էին։ Ես պետք է ասեմ։ Ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ նրանցից չկան, նման վարքը խրախուսվում է, ինչպես առաջացան նմանները մեր մեջ արծատարից։ Ակնհայտ է տիրադավ սրբազանների վարքով եւ նրանց աջակցող իրեն հայ առաքելական եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, էլի սխալ բառ, ոչ թե թողտվությամբ, այլ նախաձեռնությամբ։ Դրանք ուրիշ բաներ են։ Քանի որ հասարակության մեջ կան դեռ կենթանակերպով, չգիտեմ, ապուշի գառասկոպի տակ ծնվածներ, որոնք պնդում են, որ եկեղեցականները իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվում, մենք սա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Քահանան դուրս է եկել, փոց եւ կռիվ է տալի ոստիկանների հետ, որոնք ուզում են մտնեն եկեղեցի եւ ձերբակալեն անօրինական միգրանտներին։ Դե դուք էս մարդուն ասեք, դու իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվել։ Ինքը դեմ է գնում պրեզիդենտի նախագահի հրամանին։ Կարծում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի որևէ բանական մարդու մտքով կանցներ, որ ասեր քահանան իրավունք չունի, հա, դեմ գնալ նախագահի հրամաններին, քահանան թքած ունի նախագահների հրամանների վրա, որովհետև քահանան չի ենթարկվում այդ հրամաններին, եթե դա օրենքի սահմաններում չի իհարկե։ Քահանան իր պատկերացումներն ունի մարդու իրավունքների մասին, որովհետև նա Աստծո ծառայողն է։ Աստված մարդուն ստեղծել է ազատ, դու ով ես որ գաս բռնանաս իր վրա։ Այդ մանավանդ երբ որ ինքը քո երկրի օրենքները չի խախտել։ Հա, սրանք միգրանտներ են։ Միգրանտներն հանցագործներ չեն, բայց նայեք ոնց են կռիվ տալիս։ Out of this house of God! I don't know what God you worship, maybe an orange one, but my God is love. Yeah. Love doesn't carry cups. Love doesn't drag children from their beds. Not in here. Out! Out of Իմ Աստվածը սեր է, իմ Աստվածը ձեր կանոններով չի շարժվում։ Սա տեսեք ոնց է պահպանում իր քաղաքացիներին,
իր կներեք հետևորդներին, ուզում եմ ասել հոտ հասկացա որ չի կարելի։ Այ իր հետևորդներին, տեսեք, չեք ուզենա ձեր քահանաները ստեղ In լինեն։ this house of Սենց God. լինեին։ I don't know what God you worship, maybe an orange one, but my God is love. Հասկացեք։ Ձեր Աստվածը այն բանն է։ Իմ Աստվածը սերն է, էսա։ Ով կարա սան ասի որ ինքը իրավունք չունի։ Իհարկե եթե սադիկա չի էլի։ Ես ուզում եմ ստեսանութ միասին նայենք։ Սա նկարել են ռուս բլոգերները Ադրբեջանում։ Перевод вот этого выражения. Мы их выгоняем как собака. Вот так, да? Да, Карабахская война. Ага. Փաշինյան Նիկոլ եղբայրներդ են։ Դες դրել են Արցախյան պատերազմը, ասում են մենք իրենց վտալում ենք ինչպես շների։ Սա դու ես։ Говорят, еще вот мне сказали, что на рынке где-то ковры, портрет Пашиняна под ногами. Ну, сейчас его нет. Но сейчас нет, да. Ну было такое, да? Да, было. Мы жили с войной. Հասկացա՞ք Փաշինյան Նիկոլ, այսքանից հետո դու այդանես մեկը քո նկարը իրանց ոտքերի։ Сегодняшний день тоже мы готовы. Народное творчество тоже охвачено ура-патриотизмом. Bir kelime de yoktu. Paşinyan. Кто такой Пашинян? Давай до свидания. Товарищ Азербайджан, давай до свидания. Это народ. Ադրբեջանում Փաշինյան Նիկոլի կեչպադի շնորհիվ մի հատ էյֆորիա է, որ բովանդակությունով ծնունդով ոչ խարը սպիտակական սևայական չի, բովանդակությունով նայեք եւ ծնունդով, հա, խաշնարածը ինքը կարողացել է հպարտությամբ կուրս ծեծել այդ լրագրողների մոտ եւ լրագրողներն են ստեղ ասում սա հիվանդ է, այս հասարակությունը հիվանդ է ուղղակի Малосек менацастник час. Вообще пришлый народ. Они к Закавказью никакого отношения не имели. Մենք ըստ սև սպիտակ ոչխարների անդր Կովկասի հետ ըստ մենք ընդհանրապես կապ չենք ունեցել։ Մենք եկվորներ ենք։ Ինքը, որ ասում է հայերը, ինքը Փաշինյան Նիկոլի օրինակով է ասում։ Փաշինյան Նիկոլի օրինակով մեկ էլ շուրջը պատտվող այդ բանը հոտի։ Հիմա ցանկացած Փաշինյան Նիկոլի աջակից պետք է այս հարցին օրինակ իր պատասխանը տա անպայման։ Որ ասի ճիշտ է, այս Փաշինյան Նիկոլի աջակիցն է, բայց ես եկվոր չեմ, սրանք ստախոս են, բայց նույնիսկ դրա համարձակությունը չունեն։ Գիտեք ինչի՞, որտեղ Փաշինյան Նիկոլին դա կջղայնացնի, իրանց պետք է որ հայերը այս մտադրությամբ ապրեն այս հորի վրա, որ հետո հեշտ լինի ստեղից էլ վտարել, Հայաստանն էլ դատարկել։ Դուք երբեք ոչ մի ճիվաղա մետ մեկից չեք լսի հակադարձեն սրանց։ Это исторически доказано и русскими учеными, и нашими учеными, и даже армянскими учеными. Բա, էդի ապացուցված է եւ ադրբեջանցի եւ ռուս, նույնիսկ հայ գիտնականներն են Ну ապացուցած։ такая легенькая армянская паранойя в Азербайджане царит. Թեթև հայկական պարանոյա, շիզոֆրենիայի հասնող։ Թեթև մեջ։ Дадим слово молодежи и посмотрим, что у них в головах. Манчестер Մենք Юнайтед сказал. երեքին խոսացնել են։ Ауе. Ауе говорит. Ауе? Ауе. Ermeniler Allah. Что? БТД? Ermeniler Allah. Говорят, пускай всех армян там Аллах разведет. Они на самом деле особо и не понимают. Тут молодежь такая. Наркомания, барыжество, криминал. Ауе. Հասկացաք, թող բոլոր հայերին ահլավ վերցին տանի, իրանց ասված վերցին տանի, ասում է, այս համատարած է, այս անգրագիտությունը հետն էլ ասում է, սով, նարկոմանիա, կրիմինալ, բայց այս երեխեքը դրա մասին չեն մտածում են բոլոր հայերին պետք է Ալլահը տանի վերև, մերնեն պրծնեն ես, որ ազգը նորմալ ապրի։ Սա Ադրբեջանի վիճակը, հենց սենց նայեք, հենց հակու կապը նայեք, հենց դաշտերը նայեք, խաղաղապարակը նայեք։ Այս երկիրը քանդելը տեխնիկապես ոչ մի դժվարություն չի ենթարկել, չի ներկայացնելու, ես դժվար եմ ասում։ Культуры нет просто. Они ничего не могут сделать, у них родители такие, то есть. Amma մշակույթ չկա, նրանք ոչ մի բան չեն կարող անել, նրանց ծանոթներն են նույնը։ Դրա համար այս երկիրը քանդելը այնքան հեշտ է։ Այս երկիրը հիմա ասենց սպաղում է մենակ մի բան, Փաշինյան Նիկոլը։ Այս Փաշինյան Նիկոլին հանեցին, թերթվում է Ադրբեջանի վերջին էջը։
Мне кажется, нас сейчас хотят уже отпиздить. Они, возможно, впервые видят мужчину с телегами, это для них событие, они радостные какие, не понимают, что делать, у них Ասում կարող առաջին անգամ են կամերայով մարդ են, դուք հասկանում եք, ոչ թիվ առաջին անգամ ես երեխեքը կամերայով մարդ են, հետամանացության աստիճանը դուք պատկերացնում եք։ Ու Հայաստան այսօր ծնկել է դեմս Փաշինյան Նիկոլի, այս ոչխարների դեմ բարի իրական իմաստով։ Սրանց дем կարող է ծնկել բացառապես Փաշինյան Նիկոլը։ разрыв шаблона. И нас окружила толпа местной детворы и с криками «Карабах, Азербайджан». Այսինքն մենակ մի բան են, հետաքրքիր։ Գոռում են, որ բանը Արցախը Ադրբեջանը։ Ոչ մի բան չունեն, սոված են, կյանքում ոչ մի բան չեն տեսել, կամերայել առաջի անգամ են տենում, բայց կարևոր Ղարաբաղ Ադրբեջանը։ Հենց այս բանը հանում ես, լոզունգը հանում ես, քանդվում, տակը բան չի մնում։ Նեխս։ Ես անեմ ուզում նայեք։ Լսեք։ Երդվում եմ ես չեմ աշխատելու պետական որևէ, երդվում եմ ամբողջ սրբություններով։ Ես պետական որևէ համակարգում Նիկոլականն է, որ գործում է։ Որևէ մեկը, սա ես խնդրում եմ։ Սա է։ Որևէ մեկը հանգարց չասի մամուլը գործից ելել աբիժնիկ ա կպել։ Որևէ մեկի մտքով նման բան չասի։ Տիպիկ զտայուն Նիկոլական։ Ու ասեմ, հետ էլ աշխատում է քաղաքապետարանում, կանաչապատման բաժնում։ Այն ծառերը, որ Երևանի ավիրում են, մորթում են Երևանը, ասում են նաև սրա ձեռքով։ Տիպիկ զտայուն բանը, ԿՊ-ականը։ Ասում է մի բան, իրականությունում լրիվ ուրիշ բան։ Ու ինքը դժգոհ է կաթողիկոս։ Սիրտը Բենտլի է ուզում։ ԿՊ-ական պաշտոնյաները աշխատանքային ժամերի մասնակցում են ակցիաների մայրաթորում։ Հիմա ես կարող եմ մի քիչ ցիվիլ դաշտ տեղափոխել մեր զրույցը։ Ինչի եմ ասում հիմա տեղափոխել, որովհետև հաջորդ զրույցը ցիվիլ միջավայրում է լինելու, էլի։ Միջավայրն է ցիվիլ, խոսացողները չէ։ Հիմա այս հարցին, թե ինչի են ԿՊ-ական պաշտոնյաները աշխատանքային ժամերում մասնակցում ակցիաների մայրաթորի դեմ, որ ի պաշտոնեն դա իրենց գործը չի, ի պաշտոնեն դա իրենք իրավունքը չունեն, հա, սա փաստ է, չէ։ Սա փաստ է, ոչ մեկ չի կարող հերքի։ Մենք ասենք, եթե դες կներեք արտահայտությանս համար չոբանավարի ձեռքնես թափ տանք, ասենք դե լավ համայն, դե բան ես գտե, պաշտոնյա են ինչ ուզում են կարող են անել։ Դա չոբանավարին է, հա, բայց եթե մենք սկսել ենք ցիվիլ զրույց, վարել նշանակում է մենք հավակնում ենք, որ Հայաստանը իրավական պետություն է, մենք դեռ պնդում ենք, որ Հայաստանը իրավական պետություն է եւ Քրիստոսն էլ, այս ինչ ասեցի, Փաշինյան Նիկոլեն համարյա Քրիստոսին հավասար մարդը, նշանակում է օրինականությունը, հա։ Այս հարցի պատասխանը մեկը կարող է տալ դրանից։ Չի կարող դրանից ոչ մեկ տալ, ես դրա համար հիմա անցնում եմ հարցի ցիվիլ քննարկման մասին, ու այդ ցիվիլ քննարկումը այսօր եղել է համեկի տաղավարում։ Շատ հետաքրքիր է։ Այստեղ ես մի քիչ կանգնելու եմ։ Ես դա եմ ասում, պետք է դայել միջև վերջ, որտեղ հետաքրքիր բացահայտում։ Բանաստեղծ Հուսիկ Արան եւ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերացնելու համար։ Պարոն Ավետիս, մինչև անդրադառնալը այս իրադարձություններին, ձեր կարծիքով եկեղեցու ներսում իրապես կան խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն։ Իհարկե կա, ոչ միայն եկեղեցում, այլ ամբողջ հանրության մեջ։ Մենք սովոր ենք եղել ապրել առանց քննելու մեր իրական եւ տեսնելու մեր իրական դեմքը։ Այսօր եկել է ժամանակ, հրաշալի ժամանակներ են, այն շատ դուր է գալիս այս ժամանակները, որտեղ թացը չորից զատվում է։ Ինչ նկատի ունեք։ Այսինքն սուտը ճշտից։ Այսինքն մարդիկ, որոնք որ զավթել էին, հասկացեք սուտը ճշտից ոնց է զատվում։ Ինձ թվաց վերջապես ճանաչել է Փաշինյան Նիկոլին։ Փաստորեն դա չի։ Սուտը ճշտից զատվելը եկեղեցուն հարձակվելու պարագայում, հանգամանքներում։ Հասկացեք ինչքան երջանիկ ժամանակ է ապրում Միգեն Ավետիսը, որ վերջապես
Սուտը ճշտից զատեց։ Փաշինյան Նիկոլի մասին ինքը չգիտի։ Ինքը չի լսել, չի ճանաչում այդ մարդուն էլի։ Երանի իր ապրած Հայաստանում։ Աթոռներ, նրանք նույնը էկոնոմիկայում է, նույնը քաղաքականության մեջ է, այսօր մաքրվում է դաշտը, եւ հոգեվոր դաշտը, եւ նյութական դաշտը, եւ մաքրվում է, դու գիտեիք որ մաքրվում է քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում, հոգեվոր դաշտում, մաքրվում է այսօր։ Ես կասեի, մաքրման, այո, բաներ կա, միտումներ կա։ Ուղղակի այն որ ամբողջ քաղաքական եւ տնտեսական դաշտը փափելու բանը արդեն մենք դա գիտենք։ Այն որ թուրքական գործակալներ են, որ թուրքական ապրանքներն են վաճառում, որ դրանց ադրբեջանական, որ զինվեն ու մեր վրա կրակեն։ Դա էլ իմացանք եւ վերջապես իմացանք ովքեր են նեղացինները, ով ին զավակներ ունի, ովքեր են ալբամոլներ, ովքեր են կոռուպցիաներներ։ Վերջապես դա էլ իմացանք, բայց հասկանում եք, չէ՞ որ Վիգեն Ավետիսը դա է նկատի չուներ։ Ինքը դա մասին չի լսել։ Աշխարհիկ դաշտը թացի խառնել էինք մենք, հասկանում եք, մենք ապրում ենք դժբախտության մեջ, ասում ենք, վայ, ոչ ոք չտեսնի մեր դժբախտությունը, թող մնա սենց, չէ, դժբախտ պետք չի ապրել։ Այն ինչ որ ասեմ դժբախտ ենք ապրել, որովհետև Գարեգին երկրորդն է եղել կաթողիկոս։ Հասկանում եք, չէ, դա պետք չի ապրել։ Ամեն ինչ իդեալական էր, մեր դժբախտությունը կայանում էր, որ Գարեգին երկրորդն է։ Չի ստացվում, այն ինչ որ ազնիվ չի, մենք դրանից պետք է հրաժարվենք։ Եվ մարդիկ ովքեր որ զավթել են, գրավել են, կամ ասենք կներեք այդ բառի համար զորբայությամբ գրավել են մեր հանրապետության որևիցե ինչ որ բան, դրանք պետք է հեռանան։ Գուշակեկու մասին է խոսքը։ Ովքեր են զորբայությամբ զավթել, գրավել, կարող եք ասել։ Կարող եք ասել ովքեր են։ Գարեգինը ոչ զորբայություն անել, ոչ գրավել է, եթե Գարեգինի մասին է խոսքը։ Բայց Վիգեն Ավետիսյանը մեկը էլ իրան նկատում։ Ինքը Փաշինյան Նիկոլի մասին չի լսել։ Ոչ մի ընտրություններ չի հետևում։ Հիմա օրինակ կաթողիկոսը զավթել է կաթողիկոսի գա։ 99 թվականին այո, եւ կաթողիկոսը եւ Քոչարյանը զավթեցին մեր հանրապետությունը։ Նա քաղաքական մասը, սա հոգեվոր մասը։ Իհարկե, այդ սպանությունները, ով մենք հիշում ենք, մենք չենք մոռացել, ինչի վրա Քոչարյանը, ես կհասկանամ, կաթողիկոսը սպանությունների հետ ինչ կապ ունի։ Կարող պայմանավորվել են, որ հենց այդ օրը պետք է սպանեն։ Իր ընտրությունները նշանակված են վաղուց։ Ընտրությունները կաթողիկոսի նշանակված էր վաղուց, ուղղակի այդ օրը համընկավ այդ սպանությունների հետ։ Կաթողիկոսն է կազմակերպել սպանությունը։ Վրա եկավ Քոչարյանը եւ ինչի վրա եկավ բանը, Կտրիչ Ներսիսյանը դարձավ հոգեվոր առաջնորդ։ Խնդիրը միայն կաթողիկոսն է, պարոն Ավետիս, ձեր կարծիքով եկեղեցին։ Ոչ, իհարկե մենակ կաթողիկոսը չի, այն համակարգն է, որի մաս է կազմում կաթողիկոսը։ Դա KGB-ն է։ Մեր պետության մեջ, մեր պետությունը գրավեց ռուսական հասկացաք, չէ՞, համակարգն է խնդրեմ։ Այո, որի խնդրեմը KGB-ն է, հասկացանք։ Փաստորեն Վիգեն Ավետիսը պնդում է, որ Փաշինյան Նիկոլի հավաքագրած 10 հոգեվորականները այս համակարգի հետ ոչ մի կապ չունեն, ախպեր։ Այս համակարգից չեն, ինքը ուրիշ համակարգից է բերել։ Ընդ որում, որոնց վրա քրեական գործեր կան։ Բայց բանը Վիգեն Ավետիսը անմեղ հայացքով տղե դրա մասին չի լսել։ Կրեմլյան գործիչները դա Քոչարյաններ, Սերժներ եւ երրորդը բանը կաթողիկոսը եկան, այո, գրավեցին մեր հանրապետությունը, սպանելով Վազգեն Սարգսյանին, Կանե Դեմիրճյանին եւ մյուսներին, գրավեց հայոց հանրապետությունը։ Այդ աղջիկը մի հատ չել հարցնի, կներեք կաթողիկոսն սպանել Վազգեն Սարգսյանին, ինչ կապ ունի Սերժի հետ կաթողիկոսը։ Կաթողիկոսն սպանել։ Հարցը գիտեք ինչու՞մն է։ Որպեսզի կաթողիկոսի մի բան ասելի լինի, ասելու ունենան, անպայման պետք է կապեն Սերժի Քոչարյանի հետ։ Ոսեն ինքն էլ է նախկին։ Պարզունակ պրիմիտիվ, լսեք։ Այո, Մոսկվան գրավեց։ Տիկին Պետրոսյան, խնդրեմ, եկեղեցու ներսում կան արդյոք խնդիրներ վերանալով ինչ է կատարվում այսօր։ Այսօր այդպես տալ քիչ տարօրինակ եմ համարում, արձակացած կառույցի ներսում միշտ կան խնդիրներ, բայց այսօր հարցն է, որ հայոց եկեղեցին իրեն ցույց տվեց որպես այն կառույցը, որը մեր
այդ պարտությունից հետո, մեր խայտառակություններից հետո կարողացավ ամուր պահել եւ իր ողնաշարը եւ մեր ողնաշարը եւ այսօր հայոց եկեղեցին, հայոց այսօրվա մեր իրականության մեջ ամենաամուր, ամենաողնաշար ունեցող, ամենազգային կառույցը։ Տիկին Պետրոսյան, անդրադառնանք թե ինչ անում եկեղեցին։ Որտեղ ես չեմ կարող եկեղեցու ներքին հարցերին ուղղել, ես նախ մոտ չեմ եկեղեցու, նույնիսկ այն մարդիկ, որ մոտ են, եկեղեցու ներքին հարցերը, այն հարցերը չեն, որ պիտի մենք նստենք այսպես քննարկենք։ Իսկ եթե մենք այդ եկեղեցու հետևորդներ ենք, արդյոք իրավունք չունենք այդ հարցերը բարձրաձայնել եւ ստանալ պատասխաններ։ Ոչ, որովհետեւ երբ որ քո երկիրն է վտանգի տակ, երբ որ քո պետությունն է վտանգի տակ, երբ որ քո ազգն է վտանգի տակ, քննել այս կամ այն կաթողիկոսի ինչ որ ներողություն անկողինը կամ ինչ որ բան է, դա ամենամեծ անբարոյականությունն է։ Իվանել ես աղջկան պատասխանում էլի։ Կարելի է։ Դու լուրջ մտածում ես, որ դու ընդամենը քննադատում ես, բալիկ ջան։ Հա։ Ինչ որ մեկներ քեզ ասել է ինչու ես քննադատում։ Լուրջ։ Դու կաթողիկոսային տեղը չգիտեիք։ Ես ինչ էս եթերը կա, առիթի դեպքում ինչ քննադատել եմ։ Ասել եմ ամեն ինչ որ կա։ Ուզում ես ասես դուք ընդամենը քննադատում եք, հա, կաթողիկոսի։ Այն ոհմակը որ հարցակվել է բանի վրա։ Ես դա քննադատելու ձևն է։ Գնանք առաջ։ Հենց քրիստոնեության կանոններով։ Իսկ քննել այն հարցը, որ եկեղեցին ըստեղության զբաղվում է քաղաքականությամբ եւ քաղաքական process-ների։ Ես ուրախ եմ, որ հայոց եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, երբ որ ազգը կանգնած է ծանր վիճակի առաջ, կանգնած է լինելչինների առաջ, այո, եկեղեցին պիտի զբաղվի եւ միշտ զբաղվել է։ Խրիմյան հայրիկը զբաղվել է քաղաքականությամբ, որտեղ հայոց ազգը ծանր խնդիրների առաջ էր կանգնած եւ ամենա այսպես վառ օրինակն է, ոչ մեկը չի կարծում եմ։ Ես աղջիկը մտականջին հուշեք էլի։ Համեկու մարդ կա, ասեք լսեք, ամոթա այս լուսավոր դարում տգետ երևալը։ Դուք կարող եք մարդկանց ընտրական իրավունքից էլ զրկեք։ Իսկ դուք տեղյակ եք, որ ընտրական իրավունք ունեն իրանք ընտրելու։ Իսկ եթե դու ընտրում ես, դու արդեն քաղաքականության մեջ ես։ Դու զբաղվում ես քաղաքականությամբ։ Դու ընտրություն ես կատարում, ով կարա լինի քո ղեկավարը։ Դու ընտրում ես, դու կարաս հետո պահանջես իր հրաժարականը։ Դու ընտրում ես, նշանակում է դու կարաս պահանջես։ Իսկ դու կաթողիկոս չեք ընտրում։ Դժվար է ամբողջ հմեկում տարածաշրջանում մի բանական մարդ չկա, այս սրած ականջին ասի գիտեք ինչ, մի քիչ արդեն ամոթա այս լուսավոր դարում այսքան տգետ երևալ ու պարբերաբար հետևողականորեն տգետ երևալ։ Դուք արժանապատվության, ամոթի, լրագրողական էթիկայի մասին լսել եք։ Զարմանալի բանախոսները չեն առանձնացնում դրա։ Այ Խրիմյան հայրիկ ինչու էր դու զբաղվում։ Պարոն Ավետիսն ասում է, որ սա հակապետական քայլեր են, այսինքն եկեղեցին ծառայում է այլ պետության շահերին, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Պետական քայլեր են։ Նախ ինքդ էս բան չի ասե։ Երկրորդն ինչ է նշանակում եկեղեցին ծառայում է այլ պետության։ Աղջիկ ջան, դու հարցը որ տալիս ես, դու կարաս պատասխանես ո՞նց է ծառայում այլ պետության։ Դու այդ փաստերն ունես։ Փաստորեն դու այդ փաստերն ունես։ Ու գիտեք որ ծառայում է այլ պետության ու ոչ մեկ ձերբակալված չի։ Այսքան կարելի է արժե զրկել սեփական խոսքը։ Դուք ինչ երեսով եք երևում էկրաններին։ Լավ, ձեր խմբագիրների մեջ մի հայերեն տարաճանաչ մարդ չկա։ Հայերեն իմացող, որ մատ խմբագիր ձեր տեքստը, ասի ամոթա, սա հանրային հեռուստատեսությունն է։ Չի կարելի այս կարգի տգետ լինել։ Կարող են ասել ձեզ։ Ձեզ կարող է հատուկ չեն ասում, որ դուք փայլեք ձեր դատարկությամբ։ Ես չգիտեմ ինչքան գիտեմ նա վերջերս Հայաստանում չի լապում, բացարձակ կտրված են իրականությունից, ինչ որ զուգահեռ իրականության մեջ են, ես դրանց նույնիսկ այնքան տարօրինակ են, որ ես դրանց չեմ էլ առարկել, որտեղ շատ կներեք, ուրիշ իրականություն։ Այսինքն ձեր ասածից հասկանում եմ, որ մենք իրավունք չունենք խառնվելու եկեղեցու ներքին գործերին, իսկ որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, դուք դա ողջունում եք։ Այո, ողջունում եմ։ Այո, աղջիկ ջան։ Նորից եմ ասում, դու կաթողիկոս չեք ընտրում։ Նա ընտրական իրավունք ունի։ Հասկացա՞ր։ Չի դժվար է դա հասկանալը։ Շնորհակալ եմ։ Պարոն Արա, ձեր տեսակետը կան արդյոք եկեղեցու ներսում խնդիրներ, որոնց լուծումները մենք պետք է հասարակությունով գտնենք կամ գոնե բարձրաձայնենք դրանց մասին։ Հա, անշուշտ կան խնդիրներ, եթե վարչապետ Նույնիսկ կգնեմ ազիզ ջան։ Այդ լուծում խնդիրները քո գործը չի բացարձակապես։ Բարձրաձայնել ինչքան ուզում եք բարձրաձայնեք։ Ով իրավունք չունի, բարձրաձայնել, քննադատել, ինչ ուզում ես արա, դա քո խոսքի իրավունքն է։ Ամենագրված սահմանադրությամբ,
բայց դու սահմանադրության ոչ միտեղ ամրագրված չի, որ եկեղեցու քահանային դու կարող ես աշքելել մտնի իր տարածք։ Դու կարող ես կողպել իր դուռը, դու կարող ես զրկել նրա ծառայությունները իրականացնելու իրավունքից, դու կարող ես նրան ձերբակալել ծառայությունները իրականացնելու համար։ Դու որոշել բանա կաթողիկոսը պետք է մնա գահին թե չմնա։ Դուք չեք հասկանում այդ պարզ տարբերությունը։ Դուք չեք քննադատում, դուք կարծիք չեք հայտնում։ Դուք հանցագործություն եք կատարում, հանցագործություն։ Խնդրում եմ էլի սրանց դուռը ծեծեք, ականջներին ասեք։ Մարդ կա ձեզ մեղադրում է կոնկրետ հանցագործության մեջ։ Ու սա փաստ է, ամրագրված Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Ընկերներ, զարմանում եմ բանախոսները սրանց մասին չեն խոսում։ Պետից մեջբերում կատարեմ Բենթլի Սամոկա, արքեպիսկոպոս կամ Քարամյան կա, որ ասում են երկու երեխայի հայրը, խնդրեմ բերտեք վերջին 20 տարվա մամուլը։ Կամ կաթողիկոսը, որ ասում են դուստր ունի եւ հերքող չկա։ Սա լուրջ ման ես ասում։ Կճարանի վրա քրական գործ կազի ջան։ Արդարացնում է, ինչ անեն կաթողիկոսը դուստր ունի։ Կճարանի վրա քրական գործ կա։ Եթե են քրական հետ բանա, նա քրական գործ կա, դրանք զավակներ ունեն, օլիգարխներ են, դու դրանցով ուզում ես կաթողիկոս փոխես։ Էժաներ, Էժան, անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ, դու նույնիսկ արժանի չես, որ ես անունը իմանամ։ Քո անունը իմանալու նույնիսկ անհրաժեշտություն չկա։ Ինչ անենք, կաթողիկոս, շատ էժաներ։ Սա կոնկրետ հանցագործությունների մասին է խոսում։ Որ այդպես է, ասեմ, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Վերջին 20 տարվա մամուլը, որ ես իրեն Բենթլի Սամո չեմ ասում, ես դիտեմ Նավասարդ Կճոյան, հա։ Ամենավարկաբեկված սրբազանը, հոգևորականը Նավասարդ Կճոյանն է։ Դեռ ամենալավ վկայությունն է։ Եվ ասում են, որ երկու երեխա ունի Քարամյանը։ Չգիտեմ, ես մամուլից ամեն ինչից հստակ ասում են Արգիշե Քարամյանի հայրն եւ այլն։ Հիմա ումով է ում դեմ պայքարում։ Նիկոլ Փաշինյանը, եթե ասում է կաթողիկոսն ունի դուստր, հա, Բենթլի Սամոն ունի 3 կին, ինքն է ասում, տարբեր երկրներում երեխաներ, Բենթլի, ասում է, այսպես սրբազան է լինում, գժվել եք ինչը։ Հիմա եթե լինեին իսկապես գոնե շուրջը հավաքեր մաքուր հոգևորականների, ասենք որ նման արատներից զերծ լինեին, ասել ես իսկապես պայքարում եմ եկեղեցու ամբասիրության անահարտության դեմ։ Ումով ում դեմ է պայքարում։ Սա է երկրորդը։ Բայց վարչապետը մեկ այլ բան է ասում, որ Եզրաս arczepiskopos-ը եւ Գարեգին II-ը Եզրաս ինչ կապ ունի այս թեմայի հետ։ գործակալներ են եղել Ռուսաստանի։ Լսեք հայացքը։ Բայց ես նորից եմ ասում, քո վարչապետը ապուշ է։ Դու պետք հարցը տալուց ամաչեիր։ Գործակալներ են եղել, բայց չի կանոնավորված չեն։ Ու KGB-ի, բայց KGB-ն է Հայաստանի KGB-ն։ Այսինքն Հայաստանի KGB, Ռուսաստանի KGB-ի հավատարմություն տված մարդը այսօր արտաքին գործերի նախարար աշխատում։ Ընկեր, դու ուզում ես ընկերուհի ջան, դու ուզում ես Պետրոս Ղազարանից Պետրոս Ղազարան լինել։ Ավելի, հա։ Համար կամ խորհրդային միության համար։ Սա ձեզ համար անհանգստացնող փաստ չէ։ Ապացուցեք, ես հավատամ, տեսնեմ, ասելով ինչ կարող է վաղնել ինձ ասեն, մի ուրիշ բան կամ մեկ ուրիշին, ասելով չէ, պիտի ապացուցեն, ասելը շատ քիչ է։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք իջացել, ես ասեցի, չէ՞, մենք ցիվիլ տեղ ենք հեսա գնում, եւ ցանկացած ցիվիլ մարդու համար այս հանգամանքը գետինը մտնելու դատապարտելու թեմա է, բայց դուք էսի չեք լսի, այս ցիվիլների մոտ, հա։ Իրենք խոսեն, վարչապետն ասում է դրանք ագենտ են։ Վարչապետն ասում է։ Այսինքն Աստված ասում։ Ես պատահական չէ որ ասեցի Քրիստոսն ասում։ Փաստորեն սրանց համար վարչապետի ասածը Քրիստոսի ասածի կամ Աստծո ասածի համար հավասար բաներ է։ Հղում է անում, տեսեք, հղում։ Վարչապետը գիտես ինչ է ասել նաև ազգի ջան։ Բալիկ ջան։ Արցախցիների ոչ մի վտանգ չի սպառնում։ Ոչ մի վտանգ։ Իրանց կյանքին, ապահովությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Արցախցին միջև իվան դե առողջ նստած է։ Ես էլ եմ հղում անում քո վարչապետի ասածին։ Կարաս է տասի պատասխան տաս։ Հիմա արցախցին որտեղ է։ Ու ինչու։ Ես էլ ասեմ քո խոսքը
քո վարչապետի Իսկ խոսքի դες համար չքննարկեք տարօրինակ չէ, որ զավակ ունենալու մասին լուրերը, գործակալ լինելու մասին լուրերը կաթողիկոսը չի հերքում, չի անդրադառնում ընդհանրապես։ Ուրեմն մենք 21-րդ դարում ենք ապրում։ Նախ ի սկզբանե լուսակրոն չեն եղել։ Գրիգոր լուսավորիչը եւ այլն։ Դա հասկացանք, բայց այսօրվա կանոնը պահանջում է լուսակրոնություն։ Լուսակրոնություն։ Արա այն կաթողիկոսի մոտ ում հանել ես 3-ը գեյ են։ Այն մյուսին է հանցագործ, մեկն էլ օլիգարխ։ Ամեն մեկն էլ մի քանի տեղ կնիկ ունեն։ Եվ ընտանիք։ Չեք կարողանում միակ adekvat մարդու գտնեք այնտեղ։ Ամոթը համեկում adekvat լրագրող ունենալը։ Այս կարգի ամոթ է արդեն։ Ոչ ոք սուրբ չի, բոլորը մարմին ունեն, հասկանում են, մենք էլ ունենք, ինչ է 19-ում կարող է մեկ սրբակենցաղ մարդ լինել։ Ասենք սրբակենցաղ ես մեր մշակույթում եղելում գիտեմ Կոմիտասին, որ սուրբ էր սրբակենցաղ էր եւ նահատակ էր, խելագարվեց կամ ընկճախտի մեջ ընկավ 1915-ին։ Հիմա այդպեսի սրբակենցաղներ որտեղ ես գտնենք։ Ուզում են թող իհարկե եկեղեցին է որոշողը, ներողություն, կարողացել։ Եկեղեցին է որոշողը, իր կանոններն են։ Բայց թողը ամուսնան։ Խնդիրը ինչու՞մն է։ Եթե եկեղեցին քանդելու պարակտելու համար ճիշտ չէ։ Եթե եկեղեցին ունի կուսակրոնության ուխտ եւ հասկանում են, որ ժամանակակից աշխարհում օրինակ հնարավոր չէ լինել կուսակրոն, ինչու՞ չփոխել այդ կանոնը եւ Աղջիկ ջան, դա քո գործը չի, նորից եմ ասում, դրա համար դու չես կարող տանգերդ վերցնես արձակվես ԱԱՑ-ով, ՊՊՑ-ով, բերետավորներով, հատուկ ջոկատավորներով հարձակվես եկեղեցի վրա։ Լուրջ ես ասում, դու դրա համար պետք է հարձակվես դրա վրա։ Հա։ Լուրջ ես ասում, այս հաղորդման թեման պետք է լիներ, գիտեք ինչ է։ Արդյոք այն մեթոդները, որ վարչապետ Փաշինյանն ու Նիկոլայ կիրառում է եկեղեցու նկատմամբ, դրանք օրինական է եւ adekvat եւ ընդհանրապես Հայաստանի խնդիրը դա է։ Ինչ ժամանակ ասել դուք բանական մարդ եք, ձեր եթերն էլ արժեք ունի, բայց ցավոք, այս եթերը նայում են տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում։ Որտեղ հեռարձակվում է սա։ Ու հեռարձակվում է այս մտքի աղբը, սա մտքի արտաթորանք է ուղղակի, ուրիշ բառ չես կարող ասես։ Ու իրանք ված չեն զգում բոլորովին։ Ու իրանք բոլորովին ված չեն զգում։ Այս կարգի տգետ երևալու համար։ Ես ուղղակի զարմացած եմ, բան չեմ ուզում։ Ըստեյության սուտ չասել կամ սեփական հավատավոր հոտին չխաբել։ Դա ավելի ինչու՞ն ասում եմ, բայց դա եկեղեցի է։ Բայց քանի դեռ այդ կանոնը կա, դրա խախտելը ձեր կողմից մտահոգիչ կամ քննադատելի, դատապարտելի չէ։ Չէ, ինձ համար դատապարտելի է այլ կանոններ խախտելը։ Ինձ համար, ասենք, դատապարտելի կլիներ, եթե կաթողիկոսը որպես վեհապար ամենայն հայոց լուր մնար Արցախի բռնազավթումից, էթնիկ զտումից հետո հայտարարել շվեյցարյան տեղերում, այո, հայտարարել։ Ինչա շվեյցարյան ինչ ասել կաթողիկոսը։ Որը ասել է բռնազավթ։ Հա, փաստորեն այս աղջիկը նեղված է, որ միջև շվեյցարյան բանը կաթողիկոսը բան չի ասել։ Ես ճիշտ հասկացա, որ դուք նեղված եք, որ միջև շվեյցարյան ինքը լուր էր։ Ինչ ժամանակ անեք, ասեք, սես կաթողիկոս է լինում։ Փաշինյան Նիկոլա դավաճանել է հայրիկ չի, կաթողիկոսն էլ է դավաճանել։ Ինչ ժամանակ բան չի այն ժամանակ բանը Փաշինյան Նիկոլը չէր թռնում կաթողիկոսի դեմքին։ Հիմա ասո թողի ժամանակ ասեր։ Արցախ, Արցախայության վերադարձի արդար իրավունք, որը միջազգայինորեն ինքը հումանիտար խնդիր է։ Ով որ դրան դեմ կլինի, ուրեմն նա սատանա է։ Որտեղ դա հումանիտար խնդիր է միջազգային։ Իդեպ այդ խոսույթը դա ընդունելի է ձեզ համար, որ հուշարձանները Արցախում։ Այո, Ազիջան, ընդունելի է։ Եվ ոչ ոք այդ խոսույթի համար չի կարող ձերբակալել։ Դրա համար հոդված գոյություն չունի, դա քրեական հանցագործություն չի։ Շատ է ներված նրանից, հա։ Դու հիմա լրագրող ես, թե Փաշինյան Նիկոլի անձնական չեմ ուզում ուրիշ բառ ասեմ, դատապաշտպանատեղ։ Դա ընդունելի է, հա։ Բա հոգեֆու չէր տալու։ Սատանայական գործեր անում, ասում է սատանայա։ Դա հոգևորական հայոյանք չէ տալու։ Կամ դու քո քննարկելու բանն է։ Քրիստոնեական եկեղեցու պատկանող հայ առաքելական եկեղեցու ոչինչ ասեն Ադրբեջանցին այ ասեն։ Ձեզ համար որպես քրիստոնյայի, ես գիտեմ, որ դուք հավատավոր քրիստոնյա եք, ձեզ համար ընդունելի է, որ հոգևորականը, բարձրաստիճան հոգևորականը կապ չունի երկրի ղեկավարի մասին, թե սովորական քաղաքացու մասին խոսելիս օգտագործում է ներ սատանա արտահայտությունները։ Դերեք հիմա իրեն արցեք, ես չգիտեմ ներ ով է ասել։ Ասեմ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը Նիկոլ Փաշինյանն է ասել։ Դե հիմա ես ամեն բառի համար չեմ կարող վերցնել ես վրա այդ ասեմ, դրա համար ձերբակալել են ու դրա համար հարձակվում են մայրաթորն վրա։
Ճիշտ հասկացա, որ քո տրամաբանությունը դա է։ Երիտասարդ ու արդեն չկայացած սատախոս եւ համատեղության կարգով նաեւ անգրագետ, սուպեր։ Ճիշտ հասկացա, որ դա է տրամաբանությունը, եթե Բագրատ Գալստյանն ասել է դա ներ, նշանակում է Փաշինյան Նիկոլը իրավունք ունի հարձակվելու, բարբերաբար։ Հա։ Եկեղեցու վրա։ Փայլուն լոգիկա է։ Սա է, իսկ եթե կաթողիկոսը չասեր, ասեր, այո, մեր անկախության ամրապնդման համար Արցախը մենք պետք է հանձնեինք, մոռանար ամեն ինչ Արցախում ինչպես կառավարությունն է ասում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին դեմ կգնար։ Դուք հիշում եք, չէ՞, որ կաթողիկոսը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բոլորն են պահանջել։ Մի կաթողիկոսի Արմեն Սարգսյանը նախագահ պահանջել է, Գիտությունների ակադեմիան, Համալսարանը, բոլորը պահանջել են ժամանակ։ Հորդորում պահանջում էին առնոք Արմեն Սարգսյանը Հարմարցյանը հորդորեց հրաժարական։ Ինչու՞ կաթողիկոսը կարող է պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ վարչապետը չի կարող պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Ասեք աղջիկ ես, երիտասարդ։ Ամոթ չիկ ես։ Դու գիտես ինչ է նշանակում ընտրության իրավունք։ Եվ ի վերջո, եթե կաթողիկոսը պահանջում է հրաժարական, իրավունք չունի, բայց կաթողիկոսը գրողում է նստավայրը, ԱԱՑ-ի եւ ուժայինների ուժերով գրողում է նստավայրը, դու եք կարաս պահանջես, ասա վարչապետն էլ կարաս, ես չեմ հավանում իր աշխատանքը, թող հրաժարական տա։ Գրողին թե չես հավանում։ Դու չես ընտրել իրան, կաթողիկոսը քեզ ընտրել է։ Կուսակցությունն ընտրել։ Կաթողիկոսը ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ տնկետներ, նա իր ընտրական իրավունք ունի։ Եթե ընտրել է, կարա նաև պահանջի հրաժարականը։ Ու ոչ մեկ չի խոսում դրա մասին, ինչի է նա պահանջում հրաժարականը։ Հարց ուրիշ տեղ է։ Նա գրողում է։ Նա իր ոհմակին, իմացա նույնիսկ օպերայտանորենն է, այդ ամեն ինչում խառնված եղել, դա մի առանձին թեմա է, ասել եմ մանրամասն կճշտեմ նոր կխոսամ։ Այդ օպերայտանորենին ասել, ասա դու գլուխդ հասկացել ես դու որտեղ ես մտցնում, Ազիզ ջան։ Մսաղացի արանքն ես մտցնում քո գլուխը։ Կապ չունի ով ես, ազգանունդ ինչ է։ Դու ինքնական գլուխդ մտցրել ես այդ դրաբիլկի մեջ։ Ես ուղղակի մանրամասները չգիտեմ, չեմ տիրապետում։ Նոր կիմանամ, ճշտեմ ու տենց եղել է, ոնց է եղել, ինչի է հայտնվել ընդեր։ Պահանջում եք, ինչ ուզում եք պահանջեք, դες ձեր իրավունքն է, ձեր կարծիք ունենաք, պահանջեք ինչքան ուզում եք, ով է ձեզ իրավունք տվել, հարձակվել մայրաթորի վրա, ով եք դու։ Անօրինական վերցնել եկեղեցի փագել ձեր կրոնազրկված, փիլոնազրկված կաթողիկոսներով, քահանաներով բաներ անել, պատարակներ անել, այնտեղը, որ դա ձերը չի, ուզում եք եկեղեցի սարքեք, գնացեք Չորում ձեր համար եկեղեցի սարքեք, ձեր փիլոնազրկվածներին էլ տարեք լսեք ընդեղ, օրը 10 անգամ էլ ձեր համար պատարակ արեք։ Ջան ասեք, ջան լսեք։ Դուք ով եք, ինչ իրավունքով եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խախտում։ Ստեղ է հարցը։ Անգելի տգետներ եւ տգետուհիներ։ Մենք լսենք պատասխանը։ Ինչու։ Բան է, հիմա հա, ինչու նա կարող է պահանջել, նա կարող է չպահանջել։ Ասել։ Հարցակ հիմք ունի պահանջելու, ասի կաթողիկոսը կարգալույծ է, կաթողիկոսը օրինական չէ եւ այլն։ Ես չգիտեմ, եկեղեցական օրենքով, օրենսդրությամբ դա ճիշտ է, Փաշինյանի մոտեցումը։ Ես կարծում եմ ճիշտ չէ։ Արդյոք եկեղեցու ներսում մի կողմ դնելով այն իրադարձությունները, որոնք ես թվարկեցի։ Պարզապես կան եկեղեցու ներսում խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն հիմա։ Արա դա ձեր գործը չի, նորից եմ ասում։ Խնդիրը հանրապետության ներսում է, Ազիզ ջան, դուք աշխարհիկ պետություն եք։ Բալիկ ջան, քո խնդիրները եկեղեցու ներսում չի։ Եկեղեցին քո արտաքին գործերը չի ղեկավարում, քո տնտեսությունը չի ղեկավարում, քո բանակը չի ղեկավարում, քո սոցիալական ապահովությունը չի ղեկավարում, քո բժշկությունը չի ղեկավարում։ Դու կեղտի մեջ ես, մի հատ մեծ Նիկոլի մեջ է պետությունը։ Խնդիրները պետության մեջ է, եկեղեցու պետություն, խնդիրները քեզ ընդհանրապես, ոչ տակա, ոչ սառը, եւ դու քո քիթը չես կարող մտցնել այնտեղ։ Այնտեղի խնդիրներից Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանապարհների որակը, օդի աղտոտվածությունը, էկոլոգիան կախված չի, դու կարող եք այդ տարական բանը հասկանալ։ Թե կնոպկեն սեղմել են, ասել են գնացեք ոնց ուզում եք, հոտին համոզեք,
որ Փաշինյան Նիկոլը այն աստվածն է, որ կարող ինչ ուզենա անի Հայաստանի պետության մեջ։ Դուք տարական բաներ չեք կարող ձեր համար բարձել։ Խնդիրներ չկան միայն գերեզմանատանը, կարծում եմ, դե ոչ թե կարծում եմ, երևի փաստ է։ Գիտեք, եկեղեցին եւ ինստիտուտ է, որը մարդկանց հետ մշտական շփման միջ է, եւ այդպես է ստեղծվել, եւ այդպես է եղել։ Դա տաճարը չէ, դա մոմերը չեն, դա միրուքը չի, դա իմ խոսքերը չեն, դա Հովհաննես Թումանյանի խոսքերն են, ձևը եւ հոգին իր հայտնի հոդվածից, որը նա գրել է 1910 թվականին։ Եվ ինչպես ամեն մի կառույց, որը պետք է ապրի եւ մտնի որոշակի հարաբերությունների մեջ բնակչության հետ, ժողովրդի հետ, մարդկանց հետ, նա պետք է եւս փոփոխվի ժամանակի ընթացքում, ենթարկվի որոշակի ռեֆորմների։ Երբ եկեղեցին մերժում է ռեֆորմները, ինչպես ասենք թե ժամանակին արեց կաթոլիկ եկեղեցին, ստեղծվում է բողոքական ալիք, հա, Մարտին Լութերի գլխավորությամբ, եւ Եվրոպայում հիմա բազմաթիվ երկրներ բողոքական են։ Չնայած նույն Սուրբ Գիրքն է, նույն ամեն ինչը, բայց մի մասը գնաց դեպի ռեֆորմների, ուրիշ հարց է, որ կաթոլիկ եկեղեցին հիմա ինքն էլ է գնում որոշակի։ Բան, այսինքն ինչ ռեֆորմներ պիտի աներ եկեղեցին, որ չի արել եւ մերժում է։ Անհանգստացավ գիտեք ինչի։ Իր ուզած ուղղությամբ չի գնում հաղորդում, հասկանում եք, բերել են բալանսի համար Ռուբեն Բաբայան, Վիգեն Ավետիս, երկու մոլի նիկոլական, որ պետքա ամեն գնով արդարացնել այդ բանը հարցակումը։ Այն մի տգետը ինքն էլ չհասկացավ ինչ ասեց, կապեց Սերժի ու բանի հետ, Ռոբի հետ։ Հիմա հույս ունի Ռուբեն Բաբայանը պետքա նույն ձևի մի բան անի, չի ստացվում, ոնց որ adekvat է խոսում։ Հովհաննես Թումանյանն է ցիտում, որ այդ հնարավոր չի չհամաձայնվել։ Անհանգստացավ, չի ուզում, չի գնում իր ուզած սցենարով։ Դա մեն եմ ասում։ Ցիվիլ խոսակցություն է այս անգամ էլի։ Ինձ չեմ վերապահում այդ իրանքը, որտեղ շատ չեմ ասի շատ կարճ, բայց անցել եմ ճանապարհ աթեիզմից դեպի հավատացյալ, հավատացյալից դեպի ագնոստիկ։ Բացարձակապես ինձ իրանք չեմ վերապահում խառնվել հավատացյալների ներքին գործերի մեջ։ Դե համաձայն եք, որ եկեղեցին միայն հավատքի մասին չէ, դա մի ամբողջ մշակույթ է։ Չի հանգստանում։ Առավել եւս մշակույթը, Ազիզ ջան, դա քաղաքական թեմա չի, դու ոտից գլուխ Նիկոլի մեջ ես։ Քո խնդիրը պետության քաղաքականության մասին պետք է լիներ։ Չի հանգստանում։ Իր ուզածով չի գնում այս հաղորդում, էլի։ Մշակույթի առումով ես եկեղեցին շատ լավ եմ ընկալում։ Ոչ միայն մշակույթի, այլ նաեւ կրթության, նաեւ գիտության, որտեղ մեր եկեղեցին շատ խորը եւ հին ավանդույթներ ունի այդ տեսակետից։ Նաեւ ինչ է տեղադրված մատենադարանում, դա հիմնականում պահպանվել են եկեղեցում այդ բոլոր գրությունները։ Գրագետ մարդիկ եղել են եկեղեցականները։ Վերջի քահանաները։ Հիմա տեսեք մեր զրուցակիցները ասում են եկեղեցին կարող է խառնվել, այո, խնդրեմ ավարտեք։ Չի կարողանում համակերպել են մտքի հետ, որ եկեղեցին մշակույթով է ուզում կպնել, փաստորեն եկեղեցին ինքը մշակույթի փոխանցողն է եղել։ Որտեղ եկեղեցում են եղել դպրոցները, դպրոցությունը, գիտությունները։ Դու մտալ միտեղ ոնց արաբես խելքը չեր հասնում, մեկ էլ տեսա չի այդտեղ չի, բայց քաղաքականությունը խառնվել, հա, բա ի՞նչ պետք է անի։ Թող խոսքը վերջացնի, տգետուհի։ Ուրեմն դրան անդրադառնամ։ Առավել եւս որ օրինակ բերվեց Քրիմյան հայրիկը, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ գոյություն չուներ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Սահմանադրությունը հենց դրա համար է, որպեսզի որոշի ով ինչով կարող է զբաղվել։ Սահմանները, սահմանադրություն բառը Իդեպ, այո, այս սահմանադրությունով վարչապետին արգելված է միջամտել եկեղեցու գործը։ Սահմանադրություն բառը գալիս է սահմանից։ Մենք մեր համար Օսմանյան Թուրքան հայերը ընդունել էին սահմանադրություն։ Մենք պետություն ենք հիմա։ Ես կարծում եմ սա կարևոր փաստ է։ Օսմանյան կայսրությունում մենք պետություն չենք։ Լավ, պարոն Բաբայան, մենք պետություն ենք, ներողություն, հոգեվորականներն են քաղաքացիներ են, որոնք կարող են ունենալ քաղաքական հայացքներ կամ քաղաքական հայացքները շատ հանգիստ արտահայտել ընտրությունների ժամանակ։ Ես կարծում եմ, որ ոչ միայն, պարոն Բաբայան, կարող են քվեարկել, իսկ քաղաքական կարծիք կարող են իրենք ունենալ 24 ժամ, շաբաթը 7 օր։ Եվ եկեղեցին ավելի շուտ եկեղեցին չի ասի, եկեղեցականները որոշակի խառնվում են քաղաքականության մեջ, նրանք, ասենց ասեմ, ընկնում են քաղաքական դաժան դաշտի մեջ, որտեղ խոսում է կոմպրոմատը, 1001 զզվելի քաղաքական չի խոսում, օգտագործվում է կոմպրոմատը, հակառակ կողմից, պարոն Բաբայան։ Ասել ես, մինչև վերջ անկեղծել, էլի։ Տես ինչ լավ էի սխտվել։
Նա ցանկացած ժամանակ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, միջամտել քաղաքականության մեջ, որտեղ այդ քաղաքականությունը ձևավորում է իր անվտանգությունը, իր կյանքը։ Վերջին առարկում Հայաստանի Հանրապետության մեջ ու նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նորից եմ կրկնում։ Դուք մնում է մեկ էլ ասեք, որ իրանք իրավունք չունեն ընտրելու։ Այդ էլ կլինի սուպեր։ Կան բաներ, միջոցներ, եւ եթե դու մտնում ես դրա մեջ, քաղաքականության մեջ, դու պետք է պատրաստ լինես, որպես քաղաքական գործիչ այս անգամ, որ քո կներեք, այդ ով ասես, որ քաղաքականության մեջ մտնելու համար դու պետք է լինես քաղաքական գործիչ։ Ով։ Ես օրը 24 ժամ քաղաքականության մեջ եմ եւ ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում եւ իմ նման օրական մի քանի տասնյակ հազար մարդ լսում է, արտահայտվում է, հետևում է, բայց մեզանից ոչ մեկ իրան քաղաքական գործիչ չի համարում։ Գոնե հաստատ մի քանի տասնյակ հազար քաղաքական գործիչ չկա այս լսողների մեջ։ Կարող է քաղաքական գործիչներ լսում են, հա։ Բայց չի նշանակում, որ ամեն մարդ, որ կարծիք ունի, հետևում է քաղաքականության, արտահայտվում է, նա արդեն քաղաքական գործիչ է։ Խնդրում եմ բառերի հետ նկատեմ քիչ հազգալից եղեք։ Ոչ ոք հաշվի չի նստի քո arciepiskoposi կամ եպիսկոպոսի, ուրեմն այսպես ասած աստիճանի հետ։ Քեզ կենթարկեն այդ ամենաայլանդակ կոմպրոմատերը, որտեղ դու ինքդ ես ընտրել դա։ Եթե ուզում ես խուսափել դրանից, հաստորեն, պարոն Բաբայանի համար նորմալ է կոմպրոմատները։ Եթե ուզում ես խուսափես կոմպրոմատներից, մի մտի քաղաքական դաշտ։ Հասկացաք, ասում նորմալ է։ Կամ նորմալ չի, ինքը նորմալը համանում դրա օգտագործումը։ մի մտի դրա մեջ։ Ես կարծում եմ, որ եւ որպես հանրային խորհրդի անդամ, որտեղ մենք այդ հարցը քննարկել ենք դեռ, եթե չեմ սխալվում, 4-5 ամիս առաջ, երբ նոր սկսվեց այս ուրեմն բախումը եւ հանրային խորհրդի 45 անդամ միաձայն որոշեցին, որ հարցի լուծումը գտնվում է սահմանադրության մեջ։ Բարի որ ասում եմ մի բան, պետությունն ու եկեղեցին անջատ են, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Իսկ ձեր վարչապետը թուրք լրագրողի մոտ Գերմանիայում ասում է, մենք չգիտենք դեռ ինչքան փող է ծախսվում։ Բայց ասա, աչոտ է տալի, հաշիվ է տալի թուրք լրագրողին։ Գերմանիա, որ մենք չգիտենք, իսկ դու ինչ պետք է իմանաս։ Նա ինչ է անում։ Նարկոտրաֆիկով զբաղված, բռնեք դատեք։ Զենքի առևտուրանը բռնեք դատեք։ Բռնեք այդ կանտերը, ասեք, էս պարտիան մենը չի։ Հե եկեղեցուն է։ Էս հեսա բերողներ։ Այո, սահմանալությունը, որով արգելվում է ձեր ասած պետությանը մտնել եկեղեցին։ Եղեք վերադարձեք սահմանադրություն։ Ինչ բարեփոխումներ, հա, այդ հարցը տվեցի կարող էր եկեղեցին անել։ Ես շատ մեծ գիտակ չեմ, ընդհանրապես գիտակ չեմ դրա, բայց նայեք։ Կինը կարող է լինել քահանա 21-րդ դարում։ Ինչու ոչ։ 100 տարի առաջ կանայք ընդհանրապես քաղաքական իրավունքներ չունեին աշխարհում, շատ տեղերում։ Իսկ ով ասեց կինը չի կարող լինել լավ հավատացյալ, չի կարող Աստծո խոսքը բերել հասցնել, չէ՞ որ վերջ-վերջով եկեղեցու հիմնական նպատակը։ Մենակ չասեք էլի, որ մի հատ դրամա պետք է գրողեք եկեղեցին։ Դա ընդհանրապես օրակարգային հարց չի։ Ընդհանրապես դա ակտուալ նույնիսկ հարց չի։ Դա եկեղեցական կանոնադրության մեջ է մտնում։ Բողոքականների մոտ կարելի է, կաթոլիկների մոտ ու առաքելականների մոտ չկա սահմանված։ Նպատակը դա ցույց տալ ճանապարհ դեպի Աստված։ Պարոն, շնորհակալ եմ բարեփոխումներին դեռ կանդրադառնալու։ Չէ, դեռ անդրադառնալու եմ, որ բոլորը այդ մասին խոսեն։ Որտեղ կուսակրոնություններ դի։ Շատ լավ։ Պարոն Ավետիս, ձեր կարծիքով, տեսեք, Տիկին Պետրոսյանն, պարոն Արան ասում են, ճիշտ է արել կաթողիկոսը, որ մտել է քաղաքականության մեջ, որովհետև եւ ունեն իրենց բացատրություն։ Ամենազզվելի ու անհասկանալի բառը գիտեք ո՞րն է, մտնել քաղաքականության մեջ։ Դուք Հայաստանի Հանրապետության ինչ եք։ Քաղաքացի։ Այդ քաղաքացի բառի մեջ քաղաքականությունը արդեն կա։ Եթե դու քաղաքացի ես, դու արդեն քաղաքականություն ես կերտում։ Դու կարող ես կերտել, կարող ես չկերտել, բայց դա քո պարտականությունն է, ոչ թե մենակ իրավունքը։ Եթե դու քաղաքացի ես, ոչ թե բնակիչ, դու արդեն քաղաքականություն պարտավոր ես կիսելու։
Ամերիկան կիրառելու, իրականացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան green card ունեցողներ եւ կան քաղաքացիներ։ Green card ունեցողները կարող են ապրել, բայց նրանք քաղաքացի չեն, հետեւաբար քաղաքականության չեն կարող մասնակցել, չեն կարող իրականացնել, բայց հենց դառնում են քաղաքացի, նրանք արդեն պարտավոր են, քեզ այդքան նամակներ կուղարկեն, կզանգեն, որ դու քեզ հիշեցնեն, արա, որ այս երկիրը քոնն է, դու ունես պարտականություններ եւ դու պետք է ամեն անգամ ընտրություն անես ամենամանր հարցերում։ Ես կարող եմ հասկանալ, որ դուք նույնիսկ քաղաքացի բառի իմաստը չգիտեք։ Այս աստիճանի տգետ կարելի է լինել։ Դուք գիտեք, որ ընտրությանը մասնակցելը դա իրավունք չի, դա պարտականություն է քաղաքացու կողմից։ Գիտեք, լսել եք դրա մասին։ Բայց չէ, իրաց քաղաքականությամբ զբաղվելը, այս բառը չի լսվել, էլ չի լսվում։ Չի կարելի այսքան տգետ լինել, չի լսվում, ախպեր։ Դրա համար հիմա ձեր կարծիքով ինչու եկեղեցին մտա քաղաքականություն։ Նու եկեղեցին չէ, այլ բարձրաստիճան հոգևորականները։ Հիշում ենք Սրբազան պայքարը, կաթողիկոսի հայտարարությունները։ Միջա ձեր հարցին պատասխանելը ես կուզեի մի փոքրիկ մենք մեզ դիմենք։ Իմ կարծիքով մշակութային գործիչները դրանք քաղաքական գործիչներ չեն։ Եվ մեր պատասխանները եւ մեր մտքերը հանրությանը պետք է որ իմ կարծիքով հարգանք մեկս մյուսի հանդեպ, չէ՞, հարգանք եւ բարոյականության մասին պետք է խոսանք։ Մենք չվերցնենք մեր վրա քաղաքական եւ դառնանք հակառակորդներ։ Այստեղ մենք ոչ մեկս հակառակորդներ չենք, չէ՞, հուսով եմ ձեզ հետ։ Չնայած դուք ես ձեր հայացքի Մայեն Ո՞զ դու կարասի մեծ բանն ես, հակառակորդ չլնես, դու պասոն ներգործողություններ արդարացնող ես, դու կարող հակառակ չլնես, շնորհակալություն բանին ռեակցիայի համար, էլ հասկացա ոչ չէ իզուր։ Ես տեսա, որ դուք ինձ չեք սիրում, ես շատ կուզեի, որ դուք ինձ սիրեիք և հարգեիք, անգամ այն դեպքում, երբ որ ես Հայաստանում չեմ ապրում, եթե մարդուն չեք սիրում, դուք հայրենիք չեք կարա սիրեք, որտեղ մարդն է հայրենիքը, այսինքն սիրել Ոնց, լսեցիք։ Ֆանտաստիկ է, եթե դուք մարդուն չեք սիրում, դուք չեք կարող հայրենիք սիրել, մարդն է հայրենիքը։ Լուրջ։ Փաշինյան Նիկոլ Երկրորդն է։ Պետությունն է հայրենիքը, հա։ Նույն ձև, պետությունն է հայրենիքը, մարդը։ Այդ մարդը կարող նաև Նիկոլ Փաշինյան լինի, դու լինես, դուք ինչ կապ ունեք արա հայրենիքի հետ։ Դուք հայրենիքը քանդողներն եք, դուք ոնց է։ Եթե դու Նիկոլ Փաշինյանին չես սիրում, փաստորեն, ուրեմն դու հայրենիքը չես սիրում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանն է հայրենիքը։ Չէ՞ որ ինքն էլ է մարդ, չես կարա, չէ՞։ Վիգեն ասես, չէ, այտենց չի։ Դե ուղղակի ասում այն բանը հիշում եք, մի բան էլ ասացինք, որ բռնի, հանգավորվել էլի։ Գնանք առաջ։ Լավ, հարգեք մարդկանց, այո։ Պետք է մեկս մյուսին հարգենք, եկեք դրան։ Հարգել որպես մարդ, բան չունեմ ասել, ոչ, եթե դու չես հարգում մարդուն, հայրենիքը չես սիրում։ Այ քեզ բան։ Սկսենք։ Հարգենք բոլոր կառույցները, հարգենք մեկս մյուսին, այս հարգեք կառույցները, հարգեք եկեղեցին։ Քննադատում եք, քննադատեք, հարձակվելը որն է։ Կողպելը որն է, գրավելը տարածքը որն է։ Եկեղեցականների բանտերը լցելը որն է։ Գիշերով տների խուզարկությունները երեխեքին ահաբեկելը որն է։ Մայրաթորի դռներին քացով խփելն ու հայոյելը որն է։ Էս ինչ եք անում դուք։ Հարգեք ինստիտուտները, սկսեք ձեզանից պարունակեք։ Դուք իշխանություններն եք։ Դուք եք իրականացնում հարձակումները, եկեղեցին հարձակումներ չի իրականացրել։ Այստեղ ասա խնդիրը, որ մենք հեռացել ենք իրար հարգելուց։ Հա, կաթողիկոսին պրովոկացիաներ մի արեք, հանգիստ նստեք ձեր տեղը։ Եվ ձեր պրովոկացիան հեռացել ենք իրար հարգելուց։ Հա, կաթողիկոսին մարդասպաններ պրովոկացիաներ մի արեք, հանգիստ նստեք ձեր տեղը։ Եվ Վիգեն, ինչ նշանակում հանգիստ նստեք ձեր տեղը, դու հարգանքից ես խոսում։ Ինքը հարցես մարդասպանին եք հարգում։ Ինչն է պրովոկացիա, ասա հարգում եմ, կասա, չէ, ես մարդասպանին չեմ հարգում։ Ոնց է, պրովոկացիա մի արեք, հանգիստ նստեք ձեր տեղը։ Դու հարգանքից ես խոսում, ու դու մի անգամից ասիր հանգիստ նստի քո տեղը։ Մենք ենք որոշում, որ կետից ենք սկսում։ Մեր բանակցությունները, լրիվ Նիկոլ։ Մարկը հենց նոր հարգանքից էր խոսում։ Երբ կգա ձեր խոսքի ժամանակ եք խոսում, պրովոկացիա եք անում, ձեզ։ Ինչ եք խոսում, իմաստը։ Հա, ես ձեզ հետ չեմ խոսում, ես հանրության հետ եմ։ Չի, մարդը հարցես, մարդասպանիները սիրում։ Սիր չեն կամ հա խոսում։ Հա,
Եկեք եթե մենք մշակութային գործիչներ ենք, այլ մենք մշակութային գործիչներ ենք եւ մեր վրա չվերցնենք քաղաքական մեկնաբանություն։ Եկեք խոսենք բարոյալքված իրավիճակից, ոնց անենք որ դուրս գանք միասին այս ամեն ինչից։ Հա, պետք է ցավոտ օպերացիաներ անել, այո, որ հանրությունը առողջանա։ Այսօր մեզ պետք է առողջանալ եւ մենք պետք է օգնենք մշակութային գործի ընդհանրապես առաքելությունը դա առողջություն բերելն է հանրությանը։ Այսինքն եթե քո արածը չի առողջացնում հանրությանը, այսինքն դու լավ արվեստագետ չես։ Սա է իմաստը, ժամանակին է վերաբերվում։ Հետո դու կարող ես ստեղծագործել քեզ համար բան, դա ուրիշ հարց է, բայց քանի որ դու գտնվում ես 2025 թվականի դեկտեմբերի 7-ին, օրինակ մշակութային գործ հասկացա, որ մի տեսակ խոսակցություն այն ուղղությամբ չի գնում։ Դու պետք է դատապարտես, դու պետք է ապացուցես, որ այս ամեն ինչի հիմնավորված է, դու ասում ես պետք է սիրենք, պետք է բանանենք, չի բռնում արդեն, ֆորմատը խախտվում է։ Վերադարձնում է դաշտ։ Կեղտոտ բան ես անում բարի։ Գործիչը իրավունք ունի ունենալ քաղաքական հայացքներ եւ պահանջել որևէ մեկի հրաժարականը, վարչապետի, կաթողիկոսի։ Ինձ թվում է ոչ։ Ոչ, դա բան է, դա քաղաքական իրավունք ունի ունենալ Հետո դու կարող ես ստեղծագործել քեզ համար բան, դա ուրիշ հարց է, բայց քանի որ դու գտնվում ես 2025 թվականի դեկտեմբերի 7-ին, օրինակ մշակութային գործիչը իրավունք ունի ունենալ քաղաքական հայացքներ եւ պահանջել որևէ մեկի հրաժարականը, վարչապետի, կաթողիկոսի։ Ինձ թվում է ոչ։ Ես ասում։ Շշմելու բան։ Մարդը ինքնակամ զսկում է իրեն իր քաղաքացիական իրավունքներից, բայց դա իր գործն է։ Չէ, ինքը կարող ասի, ես դրա իրավունքը չունեմ։ Ոնց կարաս որոշես մշակութային գործիչը, եթե դու ասես բարես հորին է մշակութային գործիչ, լավ, արվեստոս բաղող է, ինքը պահանջի ինչ-որ մեկի հրաժարականը։ Իրավունք ունի այ անգրագետներ։ Իրավունք ունի, դա սահմանադրությամբ տրված, դուք չեք որոշողը։ Դուք կարդացել եք սահմանադրություն, դուք գիտեք ձեր իրավունքների մասին ընդհանրապես։ Ոչ, դա բան է, դա քաղաքական գործիչների արարքներ են, բայց Սկացաք, որպեսի մեկի հրաժարականը պահանջես, դինես քաղաքական գործիչ։ Վեք ժիվի վեք ու ճիս։ Իրականությունը եւ բարձրաձայնել, այո, մշակութային գործիչը պիտի տեսնի եւ բարձրաձայնի։ Հասկի պետք է տեսնի բարձրաձայնի, բայց չպահանջի ոչ մի բան։ Ուրեմն քաղաքացիական իրավունք ըստ Վիգեն Ավետիսի դու իրավունք ունես տեսնես, բարձրաձայնես, բայց իրավունք չունես պահանջելու։ Կայս ասես էդի բոդեր է գրված։ Թե դա ասեն քո դավթարում է գրված, եթե քո մոտ գրված է, կամ Նիկոլը տենց է ուզում ու վերջի ճշմարտությունն է։ Քո կարծիքը Նիկոլի կարծիքը է, թքենք սահմանադրության իրավունքների վրա, մարդու իրավունքների վրա։ Մենակ տես ու բարձրաձայնի, բայց ոչ մի բան մի պահանջի։ Վտանգավոր է։ Բայց պահանջել հրաժարական պետք է գնանք ցավոտ օպերացիաների ինչի մասին եք խոսում, արդյոք կաթողիկոսի հրաժարականի մասին չեք խոսում։ Գիտեք ինչ, ահա, վերադասես, ցավոտ օպերացիայի հիշեցնեմ եմ ձեզ, հիշեցնում եմ այնտեղ կաթողիկոսի հրաժարականի թեմա կա, մի շեղվի։ Մշակութային գործիչը պետք է լինի ճշմարտախոս, չվաճառվի, ոչ մեկի կողմից, ոչ սրա կողմից, ոչ նրա կողմից, այսինքն կողմնակալ չլինի։ Հիմա ձեր տեսակետ այն հարցի մասին, թե ինչու եկեղեցին մտավ եկեղեցին ասված այլ կրկնում եմ բարձրաստիճան հոգևորականները մտան քաղաքական Էլի նույն շարմանքն է, նույն պատրաստումը, բայց ազնիվ մշակութային գործիչ Վիգեն Ավետիսը սպանեց։ Փաստորեն դու ազնիվ ես, հա, որ ասում ես Փաշինյան Նիկոլ մեր ժամանակվա նժդեհն է։ Դու ազնիվ ու ճշմարտախոս ես այդ ժամանակ, որ Փաշինյան Նիկոլը մեր ժամանակների նժդեհն է։ Բան process-ների մեջ։ Շատ տհաճ երևույթ էր ինձ համար, շատ տհաճ երևույթ էր, երբ որ Գալստանյան սրբազանը արշավեց մեր պետության դեմ, այսինքն լսեցիք, Գալստանյան սրբազանը արշավեց մեր պետության դեմ, տեսեք ինչ է եղել, փաստորեն, Գալստանյան սրբազանը արշավել է, երկրորդն էլ, Նիկոլը պետությունն է, այս կառավարությունը պետությունա, մյուս կողմից նայենք, ասում են, այն ինչ որ կատարվում էր ոսկեպարին բաղանիսում, դա լրիվ նորմալ էր, Գալստանյանն էլ մեղավոր, որ այդ ամեն ինչը հանձնում էին, ու ինքը արշավեց պետության դեմ։ Սա ասում է, հենց նոր բանը, ազնվությունից, բարձրությունից, մարդությունից խոսացող Վիգեն Ավետիսը։
ու ինքը համարում է պետություն Նիկոլ Փաշինյանին։ Ինքը հրաժարական էր պահանջում վարչապետից, չէ՞։ Ժամանակ դրեց, ժամացույց դրեց, Բացոյն, տես պետության դեմ վարչապետի հրաժարականն էր պահանջում։ Տղա չէ, ինքը ժամացույց դրեց, ժամ դրեց։ Լավ արեց։ Բացոյն էս տղեն չի նեղվել են ինչ որ կատարվում։ Այն մարդիկ տնից զրկում էին իրանց պապական գերեզմաններից, հողերից, ամեն ինչից տունը տեղից զրկում էին, սա դրա համար փաստորեն չի նեղվել։ Ինքը նեղվել է, որ դրա արդյունքում Բագրատ Գալստանյանը ժամ ա դրել պետության վրա։ Պետությունն իր համար փաստորեն Փաշինյան Նիկոլն է։ Ու այստեղ հենց նոր խոսում էր ազնվությունից, որ ինքը պետք է ազնիվ լինի։ Դու փաստորեն դու ազնիվ ես ասում, որ դու հեչ պետք չի։ Փաշինյան Նիկոլը Հայաստանի տարածքներից ում ինչ ա տալի։ Որոնց մարդիկ կան մնացին սեփականության վկայականների ձեռքները իրանց առանց իրանց տների։ Որ դու արդեն քո երկրով չես կարողանում բան անես, ազատ տեղաշարժվես։ Ու բանը խնդիրը դեռ չէր, խնդիրը նա մեջ էր, որ Գալստանյանը պետության դեմ դուրս եկա։ Վիգեն Ավետիս, դու Սերժի պրոպագանդիստների բառերն ես կրկնում։ Այն ժամանակ, երբ որ դու այդ բառերից նեղվում էիր, Սերժի ժամանակ, որ հենց մենք ցույց էինք անում, միլիցիա կախվել ասում է դու պետության դեմ եք հելել։ Դու այդ ժամանակ ընդդիմադիր տղա էիր։ Դու փաստորեն հիմա նույն բանն ես ասում, էլի օրվա վիժվածքին նույնականացնում ես պետության հետ։ Ու դու նոր խոսում ես ազնվության մասին։ Գարշելի է այս ամեն ինչը։ Այդ քո բառերն է, իմ բառերը չի։ Ոչ մեկ չի կարող ասի, Վարդան Հակոբյան, դու ստում ես, դու ես մարդուն ինչ որ բան մեջ մեղադրում ես սուտ։ Չէ, Փաշինյան Նիկոլը պետություն չի, ու ոչ մեկ պետությունը չի։ Պետությունը դա ժողովուրդն է։ Եղավ սահմանադրությունը։ Հենց նույն դու ասեցիր, մարդն է հայրենիքը, դու մարդու չես հարգում, հայրենիքը չես հարգում։ Հիմա մեկ էլ դառավ պետությունը Փաշինյան Նիկոլն է։ Ողբան ես ձեր վրա։ Դա շատ տգեղ երևույթ էր։ Եվ ես վստահ եմ, որ դա Գալստանյանը չէր։ Դա անգամ կաթողիկոսներ չէր։ Դա Կրեմլն էր։ Հասկացաք։ Եթե իմանամ դա Կրեմլն էր, ես ամեն օր խոստանում եմ Կրեմլի կենացը խմեմ, որ ինքը դեմ էր Հայաստանի Հանրապետության տարածքներից թուրքերի զիջելը։ Հասկացաք ով էր։ Դա Կրեմլն էր։ Փաստորեն Կրեմլն էր դեմ, որ իր ագենտ Նիկոլը, իր կողմից նշանակած Նիկոլը Հայաստանի տարածքները տա Ադրբեջանին։ Կրեմլը դեմ էր։ Ինքը դեմ չի, ինքը կողմ է։ Կրեմլը դեմ էր։ Բա ու Նիկոլը կարողացավ դեմ գնալ Կրեմլին։ Բա ասեմ իմացեք։ Որը շարունակվում է մինչև այսօր։ Այս պետքա բացահայտել։ Իհարկե, ես չեմ կարող վերցնել իմ վրա 100% անշուշտ մարդություն, բայց ես տեսա երեք դուք ասացիք, որ թող ապացույցեն։ Հիմա ապացույցը դուրս ա եկել, որ Եզրասը 86 թվականին հավաքագրվել է։ Դա ձեզ ապացույց։ Դա ձեզ ապացույցվել է 86 թվականին հավաքագրվել է։ Հավաքագրվել է։ Այսօր ձեր 86 թվականին հավաքագրվածը ընդամենը հոգևոր ծառայողը Էդել ասում ես դա ձեզ ապացույց, ո՞րն է ապացույց, այն պատես մի հատ թուղթ էլ Ստյոպիկ Սաֆարյանի վրով գրեն, ուզում ես ասեմ մի հատ էլ Վաղիկովի վրով գրեն, Վիգեն Ավետիս, ասա, Ժորժ ջան, խնդրում եմ, ով է սարքել նույն ձևի Ստյոպիկի վրով, որ ինքն էլ է ագենտ, մի հատ էլ Վիգեն Ավետիսի վրով, սարքեք ես վաղ ուղարկեմ, ասեմ տես Վիգեն Ավետիս, էս էլ է ապացուցվել է, բոջել ես համագործակցել, Իմիջելոց ասեմ, էս էլ իմանաս, տգետ, համագործակցելը ուրիշ բան է, ագենտ ուրիշ բան է, Սովետի ժամանակ համագործակցել է ուրեմն արտիստների 90% պլյուս, մանավանդ եթե դրանք պետքա գնային դուրս գային, բոլորը համագործակցության պայմանագիրը խոստում են տվել, որ ինչ տենա պետքա գան պատմեն, ով սովետական միության ժամանակ դուրս ու ներս արել, բոլորը համագործակցության Բայց դա չի նշանակում դրանք հանցագործագենտ են։ Սովետական համակարգն էր այդպես։ Բոլորը սովետական համակարգն էր այդպես։ Դա ինչ է, դա նշանակում ուրիշ երկրի շպիոն է, այ տագետ։
Ես նորից եմ ասում, եթե այդ ցույց տված փաստաթուղթներ վկա որ նա անցագործա, մի հատ էս փաստաթուղթ բաղը դնեմ կոդեմ։ Բայց նավսյակի հետ էլ իմացի էլի։ Բան KGB-ում 86 թվականից ինքը հավաքագրվել է։ Հրապարակված է։ Այո, հրապարակված է արդեն, այո։ Հենց այսօր է համրամբարկարել, թե երեք կապ չունի։ Բայց կա, այդ թուղթը կա։ Եթե այսօր կա անուն, ազգանունով, սեվականով, որ ինքը հավաքագրվել է KGB-ում։ Եթե ախպերը հավաքագրվել է, ասենք, բանա, գնդապետա, այս մեկը հաստատ բանա, գեներալ է։ Հասկացաք լոգիկա։ Կարող է չունի։ Եթե ես ասա հավաքագրվել է, հա, ուրեմն բանն էլ կաթողիկոսներ բանը, գնդապետա։ Իմացեք էլի, լոգիկան իմացեք։ Ֆանտաստիկ է։ Վաստա։ Մի խոսքով, ես կուզեի, որ մենք առողջացնենք մեր հանրությանը։ Այս առողջությունը գիտեք ինչով է։ Ճշմարտությամբ, ինչ ոնց որ կա։ Չհնարենք, եկեք։ Բայց հեսնո դու հնանում ես։ Դու հեսնո հնանում ես եւ ապացույցների մասով։ Եվ որ պետությունը Նիկոլ Փաշինյանն է, թե պետությունը իրոք Նիկոլ Փաշինյանն է, Վիգեն Ավետիս։ Մեկը կա անճանաչող, ասեք ականջի, ասեք Վարդանն ասում էր, որ ամոթ է։ Պետությունը պետի մարդն է, քաղաքացին է։ Վարչապետը չի կարող պետություն լինի։ Հիշացեք, որ ինքը դրա դեմ կռիվ էր տալիս 12, 13, 14 թվերին, մինչև 15, քանի ես Հայաստանում էի։ Գոների մաշկի տեսածնեմ ասա։ Ասա այն ժամանակ այդ բառերից դու գժվում ես, որ պետությունը Սերժ Սարգսյանն է։ Այսօր եթե պետությունը Սերժ Սարգսյանը չէր, ո՞նց կարող այսօր պետությունը լինի Նիկոլ Փաշինյանը։ Թե դու Սերժ Սարգսյանի հրաժարականը չէիր պահանջում։ Բայց ինքս չէ, արեք ազնիվ լինեք, արեք իհարկե։ Գիտեք ինչ, եկեք բարիշենք իրար հետ, այսինքն դուք էլ ինձ հետ։ Այս եմ ես առաջարկում, որ մշակութային գործի պատասխանատվությունը խաղաղությունն է։ Շատ լավ։ Տիկին Պետրոսյան, ձեր կարծիքով։ Լավ։ Յոթ։ Արդեն հասկացանք, 4-ին էլ լսեցինք, հարություն ավելի երկար, դուք կարող եք ամբողջը լսել, եթե ուզում եք։ Սա է, որ ասում է ցիվիլ զրույցի ենք գնալու, ես ամ ասում։ Պարոն Բաբայանը թեթև շեղումներով ասեց իրականում են ինչ որ կա, այսօր ճիպոտի բանի կոչեր չեր անում, երևի ճիպոտի հետևանքները լավ էր ազդել, հասկացա, որ մենակ մի բան ավելի լավ է։ Մի քիչ Նիկոլի սրտով չլինի, որովհետև Նիկոլը գնացող է, բայց խոսա ճշմարտությունների հնարավոր սահմաններում, մի բան, որ Վիգեն Ավետիսը դեռ չի հասկացել։ Եվ Վիգեն Ավետիսը մտածում է, դե լավ է, Նիկոլից հետո ես գոնե փախնելու տեղ ունեմ, ի տարբերություն Բաբայանի։ Բայց չէ, Վիգեն, դու փախնելու տեղ չունես։ Դու ուզում ես փախնես, քո հեղինակությունը քո հետևից գալու է, հասկանես, դու չես կարող քո հեղինակությունից փախնել։ Սա է իրականությունը, գնահատական չէ։ Այն որ խնդիրներից խոսում եք, խնդիրներ կա, եկեղեցում խնդիրներ կա։ Խնդիրները ստեղ է։ Նախկին ռադիոգործարանի հանրակացարանում բնակվող 9 ընտանիքները այս ամանորն էլ կդիմավորեն խիստ վթարային շենքում, չնայած ավագանին դեռ 2 ամիս առաջ նրանց հարցով որոշում էր կայացրել։ Հնարավորություն չունենք, մնացել ենք այստեղ, եթե իրանք ի վիճակի են, իրանք կվերցնեն իրանց վերեն մեր վարձերը, ով համաձայն չէ այստեղ։ Բոլորս էլ համաձայն ենք այս տան կոմունալ հարմարությունը չկա այստեղ, լողնալու հնարավորություն չկա այստեղ։ Բայց գիտեք, չէ, իր համար ինչի է եկեղեցում խնդիրները, որտեղ ինքը լողանալու խնդիր չունի, ինքը պայմաններում չի ապրում։ Իր պատկերացումով պետությունը Նիկոլ Փաշինյանն է ու իրական խնդիրները եկեղեցում են։ Այլ տեղ խնդիր չկա։ Հանրայինում այլ խնդիրներ գոյություն չունեն։ Մի օր տարեք այս մարդկանց պայմաններում, պահեք իրանք իրական խնդիրներից կարող է տեղյակ լինել։ Ոչ մի բանի, մենակ ջուրներ կրովի, պատվալային հարգն է, ոչ մի բան չկա, ով համաձայն չի եղնի ստեղից էջ տալը։ Ավագանին որոշումը կայացրել էր հոկտեմբերի 10։ Ջուր չունեն մարդիկ նույնիսկ։ Ու այս մարդիկ խոսում են, որ եկեղեցում խնդիր կա։ Մենք պետք է հարցակվենք եկեղեցու վրա, որ խնդիրները լուծենք։ Այ հենց հարցակվեցիք եկեղեցու վրա, այս մարդիկ ապրելու տեղ են ունենալու։ Բա ոնց։
Չապնյակի մետրո կառուցել խոստացավ ԿՊԱ-ն իշխանությունը, դա խոստացավ մետրոյի բյուջեն ֆիքսված է, այսինքն մոտ 250 միլիոն դոլար արժանալու է։ Ու մենք այդքան որ բացատրում ենք, երբ որ դուք տանում հասցնում եք դա միայն Թումոյի մոտ, դա արդյունավետ չի, որովհետև այդ տարածաշրջանում բնակչությունը շատ քիչ է։ Մետրոյի կայարանը առնվազն պետք է գնա հասնի մինչև հանրապետական հիվանդանոց, որտեղ որ հայտնի կվարտալ թաղամասն է, շատ բնակչություն կա, այսինքն դա արդյունավետ կլինի, եթե գնա հասնի այնտեղ։ Բայց այս պարագայում իրաց բացատրում ենք, որ Ստորգետնյան շատ թանկ հաճույք է, ու Ստորգետնյանի աշխատանքի մեծ մասն էլ սովետական տարիներին իրականացված, այսինքն Կիևյան մոսից մինչև դուրս գալը տակովորնայում եք, կայ թունելները բոլորը պատրաստ են։ Ասում են տրամաբանական չի, հասկանում եք, այդ փողն չունեք, սուտ մի խոսացեք։ Հիմա նայեք, անցյալ տարի իրենք մոտ 1.5 միլիարդ դրամ, այսինքն 4 միլիոն դոլար հատկացրել են, չգիտես ինչի վրա։ Այս տարի հատկացնում են 2 միլիարդ դրամ։ Ինչի վրա են հա։ Ասում ենք ինչի վրա եք դուք անում։ Ասում է մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքի մեկնարկի իրականացման համար։ Մեկնարկը ո՞րն է։ Չմեկնարկը ո՞րն է։ Ոչ տենդեր եք հայտարարել, ով է մրցույթը շահում։ Այսինքն այդ թղթա Բայց խնդիրը եկեղեցին է։ Ոչ մի ուրիշ խնդիր չկա պետության մեջ։ Այ միակ խնդիրը եկեղեցում է։ Այ հենց եկեղեցու խնդիրը լուծեցին, մնացածը ինքնաբերաբար լուծվում է։ Աղանդավորներն ու այլասերվածներին պաշտպանն են, եկել են 100-ով, 1000-ով, սրանցները կասեն տղա ունեն։ А как-то он ухаживал за тобой, когда ты уже... Պաշտպանն են, եկել են 100-ով, 1000-ով, սրանցները կասեն տղա ունենք։ Ոստիկանների մասին եք խոսում։ Այո, ոստիկանների։ Հիմա դուք եկել եք Մայրաթորը պաշտպանեք Տիրադավ եպիսկոպոսներից։ Այո, եկել են Տիրադավ եպիսկոպոսներից Մայրաթորը պաշտպանեն։ Լավ էր։ Հասկացաք դուք իրականում ում շահերն եք պաշտպանում։ Դիքն եք։ Եվ վերջում, քանի որ մի քիչ երկար եք, կներեք, ես վերջի երկու հաղորդումների մեջ օրինակներ եմ բերել, չէ, եկեղեցու նկատմամբ հարձակվողների հետ ինչ պատմություններ կա կապված, այսօր հերթական ինֆորմացիան եմ ստացել Թիֆլիսում եկեղեցին քանդողների հետ։ Ուրեմն մեկը պատմում է, գնացել էինք Թիֆլիս, ուզում էին գնալ հայ հանճարների գերեզմանները տեսնել։ Մի հայ կին հանդիպեց տարիքը մոտ 80, որը միշտ այդ տարածքում էր ապրել։ Պատմում էր, որ վրացիները դիտավորյալ այդ տարածքում որոշել են առաջնորդանից եկեղեցի կառուցել, որպեսզի հայկական գերեզմանը այդ պատրվակով ոչնչացնեն։ Ու քանդել են հայկական գերեզմանոցի մեծ մասը, որ պատմում էր, որ գիշերը բեռնատարներով մարդկանց ոսկորները բարձած տարան անհայտ ուղղությամբ։ Ոչ ոք չգիտի ու դրանից հետո եկեղեցի շինարարության ժամանակ բազմաթիվ զոհեր եղան շինարարներից, իսկ վերջում էր, երբ կառուցվեց, վերջացել էին առանց պատճառի հրդեհվեց եկեղեցին։ Դե այս պատմությունները օրինակ պատմություններ չեն։ Ես էլ ոչ մի բանով չեմ ուզում փախացնել այն մարդկանց, որոնք այդ գործին են լծվել հայ եկեղեցու դեմ, ընդհանրապես մի բան եմ ասում։ Սա իմացեք։ Հետո դու ինչ կանեք սա հենց հետո։ Ձեր գործն է, ձեր ընտրությունն է։ Ես որպես հայ մարդ, ես հակված եմ, որ ձեզանից ոչ մեկ չտուժի։ Հա, որտեղ ես ձեզ ասում, սիրեմ, ձեզ չսիրեմ, դուք հայ եք։ Դուք կարող եք լավ զավակներ ունենալ, անկախ ձեզանից։ Կարող ձեր զավակները լավ լինեն հայրենիքի համար։ Հրաժարվեն են ճանապարհից, որոնք դուք եք բռնել։ Կարող է մի օր դուք ի վերջո ասեք գալատ եմ արել, ես ինչ եմ արել։ Տեսեք, Ռուբեն Բաբայանը ճիպոտը հալվելուց հետո այսօր հիշել է, որ այո, ինքը իրավունք չունի միջամտել, որովհետև ինքը հարգում է հավատացյալների իրավունքները եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել։ Ես ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի ճանապարհ չեմ փակում, ոչ մի դուռ չեմ փակում, վերջնականապես։ Ես կարող եմ դուռը շղթացնել, հասկանում եք, ես կարող եմ ասել, ու դա իմ գործն է, եւ իմ համար եմ դանում, եւ դիմացինի համար, որովհետեւ չկա ավելի զզվելի բան, կամ անպատժելիության զգացումը, քցնելը։ Նիչեն լավ խոսք ունի, ասում է, մենք չենք նկատում այն ձեռքը, որը խնայելով սպանում է մեզ։ Հասկանում եք, որտեղ ցանկացած ձեռք, որը խնայում է մարդուն,
գլուխն է շոյում, չի խոսում անցանքների մասին, սխալների մասին, նա իրականում սպանում է խնայելով։ Ես չեմ ուզում ոչ մեկի կյանքում է դեր ունենա, ոչ էլ դատավորի դերը։ Ես դատավորի դերն իմ վրա չեմ վերցնում, ես վերցել եմ իմ հետ ու բոլորի հետ ազնիվ լինելու եւ ամենակարևորը, եթե պրոբլեմ կա, անպայման պետք է ասել, գուցե մարդի հետ մասին գլխի էլ չի։ Հիմա այս պատմությունը, որ կա, այս պատմությունները, կարող է ձեր մեջ մի թեթև չասեմ վախ, բա ինչ արտասնի, չէ՞ որ դուք մենակ վախի պարագայում կարող եք ինչ-որ մի բան անել։ Մի խոսքով, լավ, անհանգստություն արթնացնի եւ դուք սկսեք ձեր գործողությունները անելուց առաջ մտածել, որ այստեղ սա եղավ, այստեղ սա եղավ, մեկի գլխին զանգ ընկավ, ընդ պալանից կախվեց, մեկի ընկավ վերևից մահացավ, մեկը քնեց չարթնացավ, ընտանիքով հանդերձ, հասկանում եք։ Բազմաթիվ են այս կարգի պատմությունները ու դրանից հետո որոշումը շուշտ ձերն է ու դուք շատ լավ պետք է իմանաք մի բան, դուք ամեն ինչ կարող եք անել, դա ձեր իրավունքն է, կտակ պատասխան օրենքի դիմաց, թե չեք տա, բայց տիեզերական օրենքները ձեր կոնտրոլից դուրս են, սա հստակ պետք է իմանաք։ Այդ օրենքներն այսօրվա դատավորներից է կախված։ Վաղը որ հանկարծ մի բան փոխվեց, աշխարհաքաղաքական իմաստով բալանս փոխվեց եւ մեկին պետք եղավ որ Հայաստանը լինի դեմոկրատական երկիր, այդ ժամանակ դուք պետք է մտածեք, որ դուք առհա պատասխանատու եք համեն տեղական օրենքների դիմաց։ Բայց անկախ ամեն ինչից միշտ հիշեք, տիեզերական օրենքները ձեր տիրապետությունից դուրս են եւ այս ինչ որ կատարվել է հենց այդ օրենքների շրջանակներում։ Դե սրանց հետո որոշեք ինքներդ ինչ եք անում, ոնց եք ապրել սրանց։ Այսօրվա համար այսքանը, չմոռանաք անպայման տարածել TikTok-ում, Instagram, բաժանորդագրվեք, մի խոսքով։ Օգնենք միմյանց, փրկենք մեզ հայրենիքի հետ միասին։ Լավ մնացեք։